Ես հիմա Գոհարին ծնցենք Գեր Արդեն Գրիգորյան ջան միացրի կմիացնեք ձայնագրությունը։ ձայնագրությունը խոսենք։ Արդեն Միացրի միացել եք, արդեն։ ահա։ Շատ լավ, շատ լավ։ Սիրելի հետևորդներ, սիրելի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ Գիտսանի այս սիրուն հարթակում։ Ուրախ ենք, որ ժամանակ եք գտել մեզ միանալու, հուսով ենք թիվը դեռ կավելանա, որովհետև արդեն շատքի մեջ են միացողները, նոր են միանում շատերը։ Հուսով ենք, որ քիչ անց մեր լսողների, հա, մեզ հետևողների, դիտողների քանակը ավելի շատ է լինելու, մեծ լսարան ենք ունենալու եւ շատ սիրուն վեբինարի ակնկալիք ունենք։ Ես սիրով ուզում եմ խոսքը փոխանցել Մարկին եւ ընդհանրապես Դիքսանի թիմին։ Ուզում եմ դուք մեկնարկը տաք եւ ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ, որ մեզ դիմում են արդեն ոչ թե մեր վեբինարները անցկացնում են ոչ միայն մեր թիմի անդամները, այլև մեզ դիմում են տարբեր դպրոցներից տարբեր աշակերտներ եւ իրենք պատրաստակամություն են հայտնում վեբինարը բարելու, իրենց թեման նյութը ներկայացնելու։ Մեր նպատակն էլ հենց դա էր, որպեսզի մեր Գիտսանի թիմը լինի օրինակ եւ Հայաստանի տարբեր մարզերից տարբեր երեխաներ միանան եւ իրենց սիրուն աշխատանքները մեզ մատուցեն։ Մարկ ջան, սիրով հանձնում եմ քեզ։ Բարև ձեզ հարգելի լսարան, ողջունում եմ արդեն մեր Գիտսանի 4-րդ վեբինարին եւ շնորհակալ եմ, որ այսօր միացել եք մեզ։ Մեր այսօրվա վեբինարի թեման երեխայի ներաշխարհ դպրոցում հոգեբանական խնամք, աջակցություն եւ ուղեկցում թեման է։ Դպրոցը երեխայի համար միայն կրթություն ստանալու վայր չէ իմ կարծիքով, այն միջավայրը, որտեղ ձևավորվում է նրա հուզական աշխարհը, ինքնավստահությունը, հարաբերությունները շրջապատի հետ։ Ամեն մի աշակերտ դպրոց է գալիս իր ներքին ապրումներով, որոնք հաճախ անտեսված են մնում, բայց ազդեցություն ունեն ուսման եւ վարքագծի վրա։ Ինձ թվում է այս թեման շատ կարեւոր թեմա է, որի շուրջ մասնագիտական դիտարկումներ ու փորձը մեզ կներկայացնի Սուսաննա Մկրտչյանը։ Մաղթում եմ նրան արդյունավետ, հետաքրքիր եւ օգտակար վեբինար բոլորիս համար։ Եվ եթե ասելու բան ունեմ մեր Գիտսանի մնացած անդամները, խոսքը փոխանցում եմ իրենց։ Մարկ ջան, լսում եք ինձ, ես մի պահ դուրս մնացի, ուզում եմ հասկանալ ինչ եմ բաց թողել։ Կարծես մեր Գիտսանի մնացած մասնակիցները խոսք չունեն, Սուսաննայի մեր խոսքը փոխանցենք, թող իր խոսքը այս։ Շատ լավ։ Համեցեք Սուսաննա ջան, անպայման ներկայացեք, որ դպրոցում եք սովորում, ինչպես միտքը հղացաք այս վեբինարը իրականացնել, մի քիչ պատմեք, հետո անցեք ձեր թեմային, լավ։ Նախ ողջունում եմ ձեզ, հարգելի լսարան, ես Մկրտչյան Սուսաննան եմ, Արտիկի տարածաշրջանի Փոքր Մանտաշի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի, ունեմ մասնագիտական ուղղվածություն, սակայն ինձ սիրում եմ փորձել տարբեր բնակավարներում, Գիտսանը ևս մեր հնարավորություններ, մարզերում երեխաների ձայնը լսեցնելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ Տիկին Խաչատրյան, նման հնարավորություն համար, մարզի երեխաներին ու շնորհակալ եմ Մարկին ամբողջ ընթացքում ինձ հետ լինելու համար, իմ բոլոր հարցերին պատասխանելու համար ու շատ հարցերում աջակցելու ու օգնելու համար։ Ես միացել եմ այս ամենին իմ ուսուցչի խորհրդով, ով իմ համար մեծ խթան է հանդիսանում ու կարծում եմ, որ անպայման ինքն էլ կմիանա հանդիպմանը։ Կարծում եմ Կամ գուցե արդեն միացել է ձեր ուսուցիչը, կարձագանքի անպայման, ով է ուսուցիչը Սուսաննա ջան։ Մխիթարյան Լուսինե։ Մի րոպե, տեսնեմ։ Չեմ, երևի դեռ չկա։ Լավ, ոչինչ, ընթացքում կմիանա։ Ամեն դեպքում
Ամեն դեպքում շնորհակալ եմ այս կարևոր հավաքի համար ու շնորհակալ եմ, որ այսօրվա ձեր օրվա մի մաս տրամադրել եք ինձ այստեղ լինելու, մտածելու, քննարկելու ու վերանայելու այն, ինչը սովորական բան է թվում, բայց իսկականում խորքային ու ճակատագրական կարող է լինել աշակերտների համար։ Կարծում եմ բոլորս էլ գլխի ընկանք, որ խոսում եմ դպրոցի մասին։ Երբ մենք ասում ենք դպրոց, հաճախ բոլորիս մոտ գալիս է դասարան, գրատախտակ, դասագրքեր, գնահատականներ, բայց դպրոցը չի սահմանափակվում միայն դրանցով։ Եկեք մի պահ դպրոցին նայենք երեխայի աչքերով։ Երեխայի համար դպրոցը պարզապես սովորելու վայր չէ։ Դա մի ամբողջ աշխարհ է, որտեղ ամեն օր նա ապրում է իր զգացմունքների լայն սպեկտրը, որտեղ ուրախությունից մինչև վախ, հպարտությունից մինչև ամոթ ու հույսից մինչև հիասթափություն արտահայտվում է դպրոցում։ Դպրոցում երեխան առաջին անգամ սովորում է լինել հասարակության մեջ, թե ինչ արժեք ունի իր խոսքը, արդյոք նրա խոսքը լսում են, կամ նրա խոսքը հասարակության մոտ ընդունվում է կամ չի ընդունվում։ Երբ մեծահասակները, հիմնականում ուսուցիչները կամ ծնողները, չափազանց կենտրոնանում են ծրագրերի, չափորոշիչների ու առաջադիմության վրա, նրանք մոռանում են ամենակարևորի մասին, որ դասարանում ոչ միայն նստում է աշակերտ, այլ մի մարդ, ով ունի իր սեփական ներաշխարհը։ Ու եթե այդ ներաշխարհը անտեսված է, ճնշված է կամ վախեցած, ոչ մի նորարար ծրագիր չի կարող լիարժեք աշխատել։ Ու մենք երեխաներին հիմնականում ասում ենք, որ պետք է լինեն լավագույնը, պետք է սովորեն ու այդ ամենի հետ զուգահեռ նրանց չենք հարցնում, թե արդյոք նրանք այս պահին կարող են սկսել այդ ամենը կամ ինչպես իրենց կզգան այդ միջավայրում, մինչ ուսուցիչը կամ ծնողը չի փորձել հասկանա երեխայի ներաշխարհը։ Նախքան վեբինարի ներածությունը սկսելը, ուզում եմ ամփոփենք մեկ խաղով, ես կասեմ մեկ ոչ ավարտուն նախադասություն, երեխայի համար դպրոցը պետք է լինի ու խնդրում եմ բոլորս ասենք մեկ կետ, որը ես կամբողջացնեմ, կներկայացնեմ մեկ նախադասության տակ, իսկ Տիգին Խաչատրյան կխնդրեմ ձեզ, որովհետև միայն ուսուցիչ այստեղ ձեզ կիդեմ, ամփոփեք, թե արդյոք մեր աշխարհընկալումը, ձեր աշխարհընկալումը մեր հետ համընկնում է թե ոչ։ Դպրոցը երեխայի համար պետք է լինի միջավայր, որտեղ զարգացնում է երեխան իր մտածելակերպը։ Մարաղջյան հերթով կարող ես բոլորին խոսքի իրավունք տալ։ Անահիտ Բաբայան։ Ինձ թվում է դպրոցը կարելի է պատասխանել երեխեք ջան։ Այո։ Ինձ թվում է դպրոցը միջավայր է, որտեղ երեխային միշտ լսող կա։ Լավ։ Անահիտ Ռամազյան։ Լավ, Արմինե Ղազարյան։ Գուցե բարձրախոսն է անջատված Տիկին Ռամազյանի։ Ինձ թվում է դպրոցը երեխայի համար պետք է լինի այնտեղը, où նա կցանկանան վերադառնալ նորից, կրկին, անգամ երբ որ ինքը աշակերտ չէ։ Արդեն։ Լավ։ Ձեռք ունենք, երևի Նունե Սոխակյանը պատասխանի, հետո շարունակենք։ Բարև ձեզ, հարգելի վեբինարավարներ, շնորհակալ եմ ձայնի իրավունքի համար, ընկեր Ղազարյանը այնքան դիպուկ ասաց, այո, դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ երեխաները չեն գնում ստիպված, որովհետև կարգն է այդպես, այլ պիտի գնան հաճույքով, չէ որ պետք է լինի, այդպես եք ձևակերպել ձեր միտքը, այո, պետք է լինի այն վայրը, որ պետք է գրավի երեխաներին բոլոր առումներով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Անի Մանասյան։
Լավ, Դիանա, լավ, ընկեր Գրիգորյան, լավ, Ժաննա Հայրապետյան, Բարի երեկո բոլորիդ։ Ես մի անգամ պարոն Արամ Փախչյանյանը մեզ հետ վերապատրաստում էր անում եւ մի շատ հետաքրքիր բան ասաց դպրոցը պիտի լինի այն վայրը, որտեղ երեխան իրեն պիտի երջանիկ զգա եւ ես միշտ մտածում եմ երեխաները երջանիկ են դպրոցում, թե չէ։ Ու որպես ուսուցիչ միշտ ուզում եմ նպաստել այդ երջանկությանը, որ իրենք մի տեսակ դպրոցը մի վայր լինի, որ ավելի գայթակղիչ լինի։ Թե չէ օրինակ ասում ենք մի ժամ ազատեք, այնքան երջանկացած են գնում, չուզենան գնան էլի, դռները ջարդելով իրենք ներս մտնեն։ Շատ կուզեմ մեր կրթական համակարգում շատ բաներ փոխվեն։ Օրինակ հարցումներ եմ արել, եթե մեքենա վարելու դասընթացներ լինեն, լողի դասընթացներ լինեն այնպիսի դասընթացներ, որ նաև կյանքի հմտություններ կսովորեցնեն, երևի շատ բան պիտի փոխվի մեր կրթական համակարգում, որ երեխաները ավելի երջանիկ լինեն դպրոցում։ շնորհակալություն, Դիանան ձեռք ունի, լսենք, Դպրոցը երեխայի համար նաև դաստիարակության միջավայր է, որտեղ երեխան կարող է եւ սովորել եւ դաստիարակվել եւ ուսուցիչը երեխային սովորեցնում է, թե նա ինչպես կարող է ավելի բարեկիրթ ծանոթանալ կամ բարեկիրթ պահել իրեն իր շրջապատում։ շնորհակալություն, Կարինե Գրիգորյան, լավ, Մարիա Արթունյան, Ներողություն, Մարկ ջան, կներեք, որ ուշացումով եմ անում, Կարինե Գրիգորյանն է խոսողը։ Ողջունում եմ բոլորիդ սիրելի աշակերտներ այս հրաշալի միջոցառման համար, ապրեք դուք։ Ես նույնպես որպես ուսուցիչ կարծում եմ, որ դպրոցը շատ երջանիկ մթնոլորտ պիտի ստեղծի եւ աշակերտների համար, սովորողների եւ նաեւ ուսուցիչների, եւ ուսուցիչները եւ երեխաները պիտի դպրոց գան հաճույքով։ Իսկ դրա համար երկուստեք, երկու կողմից էլ պիտի աշխատեն, առաջին հերթին մտածել հետեւյալի մասին. ինչ անեն, որ իրենց համար հաճելի լինի։ Ընթացքում էլի կխոսեմ, Մարկ ջան, շնորհակալ եմ։ շնորհակալություն, Մարի, Ես անդրադառնում եմ այս հարցին, որը կա հիմա սահիկի վրա, դպրոցի երեխայի համար պետք է լինի անվտանգ միջավայր, որտեղ երեխան իրեն կզգա ազատ ու ամենակարևորը ընդունված։ շնորհակալություն, Ռուզաննա Ստեփանյանը ձեռք ուներ կարծեմ, Բարև ձեզ, ողջունում եմ, ես կուզեի մի անգամից պատասխանել, դպրոցը երեխայի համար պետք է իր տան նման տաքուկ լինի, հաճելի, կրթող եւ նրա թևեր տվող, որպեսզի նա կարողանա թևածել եւ ամենակարևորը կարողանա դժվարությունները հաղթահարել։ Հաճույքը իմ կարծիքով վերջում պետք է լինի, երբ տառապանքի միջոցով հասնի
ինքնահաստատման։ Շնորհակալություն։ Այդքանը։ Դիանան նորից ձեռք ունի, լսենք նրան։ Դպրոցը երեխայի համար ապագայի հիմք է, որը ստեղծում է երեխայի մոտ կրթություն, դաստիարակություն եւ դրա միջոցով երեխան ստեղծում է իր ապագայի հիմքը, որի միջոցով կարող է նա իր ապագան ավելի բարեկիրթ ձևավորել։ Շնորհակալություն։ Մեր թիմակից անդամներից տեսանք Սոնային։ Դպրոցն ինձ համար կրթող միջավայր է, որտեղ կարծիքներ հնչեցին, որ փոխհամաձայնության եւ փոխզիջման վրա է հիմնված եւ այո, ես համաձայն եմ այդ մտքի հետ դպրոցում չպետք է լինի շահերի բախում, այլ հակառակը թե ուսուցիչները եւ թե աշակերտները մշտապես պետք է լինեն համագործակցության մեջ։ Լավ, շնորհակալություն։ Լսենք Ռուզան Նիկոլյան։ Լավ, լսենք Նելի Ավետիսյան։ Նունես Օխակյան։ Լավ, եթե պատասխանող չկա, ես նախ պատասխանեմ, եթե հետո պատասխանող չլինի, շարունակես Սուսաննա ջան։ Եթե մեկ բառով պատասխանեմ, իմ կարծիքով դպրոցի երեխայի համար պետք է լինի աջակցող, այսինքն մտածում եմ, որ դպրոցը առաջին հերթին, ինչպես բոլորի կարծատիպում դա կա, որ պետք է լինի դպրոցը երկրորդ տուն աշակերտի համար, ես կարծում եմ այդ միտքը ճիշտ է, եւ պետք է դպրոցը եւ աշակերտը այդպես փոխհամագործակցեն։ Շնորհակալ եմ թվարկված բոլոր տարբերակների համար։ Լսեցինք թե ուսուցիչների կարծիքներ ու թե աշակերտների ու այն ամեն ինչ, որ ես եմ զգում, թե ինչպիսին պետք է լինի դպրոցը, համընկավ գրեթե կարծիքների 90%-ի հետ։ Ես ամենից շատ հավանեցի այն տարբերակը, որ դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որտեղ աշակերտը ցանկանա վերադառնալ նույնիսկ այն ժամանակ, երբ նա էլ աշակերտ չէ ու պետք է դպրոցում երեխան իրեն հիմնականում զգա երջանիկ, զգա այնպես, ինչպես իրեն զգում է իրենց տանը։ Երեխայի ներաշխարհը ժամանակակից դպրոցում Սուսաննայի ձայնը միայն ես չեմ լսում, թե ոչ մեկը չեք լսում, ընկերներ ջան։ Բոլորը չեք լսում։ Ընդհատվեց ձայնը Սուսաննայի։ Սուսաննա ջան, մի հատ նորից փորձենք, տեսնենք լսվում է քո ձայնը։ Լսեցինք թե ուսուցիչների եւ թե աշակերտների կարծիքներ ու իմ թվարկված կարծիքների 90%-ը համաձայնվեց այն կարծիքների հետ, որը ես կարող եմ վարկել ու ունեի իմ ներսում, ու ինձ ամենից շատ դուր եկավ այն միտքը, երբ ինչպես որ դպրոցը պետք է լինի այն վայրը, որ աշակերտը ցանկանա վերադառնա նույնիսկ այն ժամանակ, երբ էլ աշակերտ չի, ու դպրոցում աշակերտը պետք է իրեն երջանիկ զգա, ինչպես երեխան զգում է տանը։ Երեխայի ներաշխարհը ժամանակակից դպրոցում երեխայի ներաշխարհը կարելի է համեմատել նուրբ ապակու հետ, որը կարող է փայլել, եթե ճիշտ խնամք ստանա, եւ կարող է ճաքել նույնիսկ աննկատ հարվածից։ Ու կառանձնացնեմ, կնշեմ մի քանի կարևոր կետեր, որոնք երեխայի ներաշխարհը ցույց կտան ժամանակակից դպրոցում։ Ուսումնական ճնշումն է հիմնականում, երբ աշակերտը ապրում է պետքիների շարքում։ Պետք է լավ սովորի, պետք է չսխալվի, պետք է արագ հասկանա, պետք է լինի օրինակ, սակայն այս ամենի հետ մեկտեղ մենք նրանց չենք հարցնում։ Կարող է նա այդ ամենը անել հիմա։ Շատ երեխաներ ոչ թե վախենում են գիտելիք ստանալուց, նրանք վախենում են սխալվելուց, ծիծաղի արժանանալուց կամ չհասկացողի պիտակ ստանալուց։ Արդյունքում երեխան սովորում է ոչ թե հետաքրքրությամբ, այլ վախով։
Ինքնագնահատականի ձևավորումն է, թե ով է նա դպրոցում կամ դասարանում։ Դպրոցը մի միջավայր է, որտեղ երեխան զարգացնում է իր ինքնագնահատականը ու ստանում է կարծիք իր միջավայրից։ Գնահատականը դառնում է ինքնարժեքի չափանիշ, երբ երեխան անընդհատ համեմատվում է ուրիշների հետ։ Նրա ներսում ձևավորվում է թերարժեքության զգացում կամ էլ գերարժևորում, ու երկու դեպքում էլ երեխայի ներաշխարհը դառնում է խոցելի։ Զգացմունքների լռեցում, երբ երեխան ինքն է գծում սահմաններ, ինչը կարող է արտահայտել, թե ինչ է զգում ու ինչը չի կարող ասել։ Շատ երեխաներ չեն կարողանում բառերով արտահայտել այն ամենը, ինչ իրենք զգում են կամ ինչ ապրումներ ունենում են։ Նրանք չեն կարողանում ասել, որ ինչ-որ մի բանից նրանք վախեցած են, ու պարզապես այդ ամեն ինչը նրանք լռում են ու արտահայտում են հիմնականում ագրեսիայի միջոցով։ Եվ մենք հաճախ սխալմամբ դա մեկնաբանում ենք որպես վատարարք։ Իրականում դա կարող է լինել օգնությունը չլսված լինելու խնդրանք։ Սոցիալական մերժումը կամ էլ պատկանելիության ցավը, երբ երեխան չափազանց կարևոր պետք է զգա իրեն խմբում, սակայն դա մերժվում է ու ծաղրվում է այդ զգացումը մեկ այլ երեխաների կողմից, որը մեծ հետք է թողում նրա ներաշխարհում, նույնիսկ ամենախելացի երեխաները կարող են փակվել ու իրենց զգալ մեկուսացված։ Դպրոցում հիմնականում շատ արտահայտիչ կարող է երեխան ցույց տալ իր վարքագիծը ընտանեկան կյանքի արտացոլումից հետո, երբ երեխան դպրոցը իր հետ բերում է տուն, բառացի եւ հոգեբանական իմաստով, տանը, եթե կա լարվածություն, անուշադրություն կամ կոնֆլիկտ, դա արտահայտվում է նրա վարքում, ուշադրության մեջ եւ հարաբերություններում։ Դպրոցը հաճախ դառնում է այն վայրը, որտեղ երեխան իր ներքին ցավը առաջին անգամ փորձում է դարձնել անտեսանելի։ Թվային աշխարհն ու իրականության շփոթմունքը։ Ժամանակակից երեխաները ապրում են սոցիալական ցանցերի ազդեցության ներքո։ Այնտեղ ամեն ինչ թվում է իդեալական, գեղեցիկ ու հաջողված, երբ երեխաները սկսում են իրենց համեմատել ստեղծված կեղծ պատկերների հետ ու դեռ մտածում են, որ այդ ամենն էլի բավական չէ։ Ուսուցիչը մեծ կարևորություն ունի երեխայի ներաշխարհի ձևավորման առանցքային դերակատարության մեջ։ Ուսուցչի մասնագիտությունը աշխարհում ամենագեղեցիկ մասնագիտություններից մեկն է, ով դպրոցում ոչ միայն մասնագետ է, այլ ուսուցիչը հանդես է գալիս որպես հարաբերություն։ Եվ այդ հարաբերության որակից է կախված երեխան կբացվի, թե կփակվի, կհավատա իրեն, թե կկասկածի ամբողջ կյանքում։ Երեխան ուսուցիչից ընկալում է ոչ միայն գիտելիք, այլ ընկալում է նրա հեղինակությունը խոսքի միջոցով, որը երեխայի համար կարող է դառնալ ներքին ձայն։ Ուսուցիչը ներքին ձայնի ձևավորող է։ Երեխայի ներաշխարհը աստիճանաբար ձևավորվում է մի ներքին խոսքի վրա՝ ես կարող եմ, ես արժանի եմ, կամ էլ դրա հակառակը։ Ես միշտ սխալվում եմ, իմ ձայնը լսելի չէ կամ կարևոր չէ։ Շատ դեպքերում այդ ձայնը ձևավորվում է ուսուցչի խոսքի, տոնի ու վերաբերմունքի միջոցով։ Միևնույն արտահայտությամբ կարող է լինել միևնույն ձևով նրա արտահայտությունը կարող է լինել խթան կամ խոչընդոտ։ Ուսուցիչը կարող է դառնալ այն մարդը, ով հավատում է երեխայի նկատմամբ ով կոտրում է այն կարծրատիպը, որ մտածում են ինչ-որ մի բան չի հաջողվի կամ չի ստացվի։ Հենց ուսուցիչը այն ներքին ձայնի ձևավորողն է, որ կոտրում է նույնիսկ սեփական կասկածները։ Մանկավարժական տակտը հոգեբանական անվտանգության հիմքն է։ Մանկավարժական տակտի հասկացությունը առաջին անգամ բացատրել է Պավլովը, ու Պավլովի նշած տակտ հասկացությունը դպրոցում պետք է դիտարկել ոչ թե որպես բարեկրթություն, այլ որպես հոգեբանական պատշաճ մեխանիզմ։ Երբ ուսուցիչը առանց տակտի է գործում, հաճախ անգիտակցաբար դառնում է հոգեբանական վտանգի աղբյուր։ Տակտի բացակայությունը կարող է արտահայտվել հանրային ամոթով, սարկազմով, համեմատությամբ կամ էլ անտարբերությամբ։ Տակտով ուսուցիչն հասկանում է մի կարևոր ճշմարտություն. երեխան սխալվում է ոչ թե վատն է, այլ դա սովորելու աճի գործընթացն է։ Ուսուցիչը որպես արժեքային միջավայր։ Երեխան
երեխան սովորում է այն ամենը, ինչ ուսուցիչը ասում է, բայց դրան զուգահեռ սովորում է այն ամենը, ինչը ուսուցիչը ցույց է տալիս իր կյանքով։ Արտար ուսուցիչը ձևավորում է աշակերտների մոտ արտարադատության զգացումը։ Համբերատար ուսուցիչը, ով ձևավորում է աշակերտների մոտ հանդուրժողականություն, այդ ամենը կարող է դիտարկվել նաև ուսուցչի հայացքից ու ուսուցչի խոսքի տոնայնությունից։ Մարդկային ուսուցիչը, ով ունի մարդկային բոլոր գերագույն արժեքները, աշակերտների մեջ սերմանում է մարդասիրություն։ Իսկ հայրենասիրությունը, պատասխանատվությունը, արժանատվությունը դասարանում փոխանցվում են ոչ թե բառերով, այլ վերաբերմունքով։ Երեխայի ներաշխարհը չի կարող բացվել այն միջավայրում, որտեղ նա վախենում է։ Խոսում ենք ինտերակտիվ կրթության և հոգեբանական անվտանգ միջավայրի մասին։ Վախը և զարգացումը միասին գոյություն ունենալ չեն կարող։ Ակտիվ մասնակցությունը որպես ինքնարժեքի հաստատում։ Երբ երեխան ներգրաված է որևէ ուսումնական գործընթացում, նա իրեն զգում է ավելի տեսանելի։ Ինտերակտիվ մեթոդները երեխային տալիս են մի կարևոր ուղերձ, որ իր կարծիքը կարևոր է, թե ուսուցիչների և թե ընկերական միջավայրում։ Իսկ սխալների նկատմամբ վերաբերմունքը որպես ներաշխարհի չափանիշ այն է, երբ երեխան դպրոցին վերաբերվում է սխալ, շատ բան է ասում դպրոցի հոգեբանական միջավայրի մասին։ Եթե սխալը պատժվում է, երեխան սկսում է խուսափել փորձելուց։ Եթե սխալը ընդունվում է որպես սովորելու փուլ, երեխան սկսում է մտածել, փորձել ու ստեղծել։ Խմբային աշխատանքը երեխաներին սովորեցնում է մի թեմա, որտեղ երեխան սովորում է լսել, սպասել, հարգել, փող զիջել, ամենակարևորը խմբային աշխատանքը, որտեղ երևում է դպրոցի հոգեբանական աջակցությունը, ցույց է տալիս ու սովորեցնում է աշակերտին, թե ինչպես աշակերտը կարող է գործունեություն ունենալ, թե ինչպես կարող է աշակերտը աշխատել կոլեկտիվում, նա ունի համախմբվածություն, թե ոչ։ Խմբային աշխատանքի ժամանակ խմբում ոչ թե պետք է փնտրել լիդերներ աշակերտների մեջ, այլ պետք է գտնել մեկին, ով կարող է լսել, սպասել, հարգել, փող զիջել, որի հիման վրա կտեսնենք դպրոցում արդյոք կա հոգեբանական աջակցություն, թե չէ։ Դպրոցի հոգեբանը երեխայի ներաշխարհի խորքային պաշտպանն է։ Դպրոցի հոգեբանը հաճախ ընկալվում է որպես խնդիրներ լուծող, բայց իրականում նրա դերն ավելի մեծ է, քան կարծում ենք։ Դպրոցի հոգեբանը հոգեբանական կլիմայի պահապանն է, ում կարող ենք այսպես բնութագրել հոգեբանի մասնակցությունը դպրոցում։ Հոգեբանը լսող մեծահասակ է։ Շատ երեխաներ կյանքում չունեն մեծահասակ կամ չունեն այնպիսի մեկը, որոնց հետ կարող են ազատ խոսել, ովքեր չեն դատի երեխային, այլ կլսեն։ Դպրոցի հոգեբանը հաճախ դառնում է այն մեկը, ով կարողանում է աշակերտներին լսել առանց քննադատությունների։ Ու երեխայի համար լսված լինելը բուժիչ է, երբ ինչ-որ մեկը առանց դատելու կարող է լսել նրանց խոսքը ու դատելու փոխարեն ցույց տալ խորհուրդներ, որոնք կարող են կարևոր լինել երեխայի կյանքի համար։ Հոգեբանը կարող է միջնորդ հանդիսանալ հարաբերությունների մեջ։ Հոգեբանն օգնում է ուսուցչին տեսնել վարկի պատճառը, ոչ թե միայն հետևանքը։ Օգնում է ծնողին հասկանալ երեխայի լռության լեզուն։ Ու ամենակարևորը, հոգեբանը երեխային օգնում է հասկանալ ինքն իրեն։ Կանխարգելում է խորքային նշանակությունները։ Հոգեբանի ամենաարժեքավոր աշխատանքը հաճախ լինում է անտեսանելի։ Դրանք այն պահերն են, երբ խնդիրը չի խորանում, որովհետև ժամանակին նկատվել է ու կանխարգելիչ քայլեր են առաջնորդվել։ Կանխարգելում նշանակում է աշխատել ոչ թե ճգնաժամի, այլ աճի վրա։ Հոգեբանը համակարգի ներսում փոխադրող ուժ է։ Երբ հոգեբանը ներգրաված է դպրոցի քաղաքականության մեջ, դպրոցը սկսում է մտածել ոչ միայն առաջադիմության, այլ նաև բարեկեցության մասին։ Քվեարկված բոլոր կետերով կարող ենք տեսնել, որ հոգեբանական աջակցությունը դպրոցում հիմնականում սոցիալ հոգեբանական աջակցություն է, որը դպրոցում ոչ միայն շքեղություն է, այլ նաև առավելություն։ Ունեմ մի քանի հարցեր, որոնք լրացվել էին հայտարարումում ու կփորձեմ պատասխանել դրանց։ Առաջին հարցը, որն է ձեր սիրելի առարկաները դպրոցում, կառանձնացնեք դրանք։
հայկական դպրոցում հայերի աշակերտների համար ամենակարևոր առարկաներից մեկը ու գերագույն առարկան պետք է լինի հայոց լեզուն։ Հայոց լեզուն այն հիմքն է, որի վրա կառուցվում է մեր ինքնությունը, մտածողությունը եւ հայրենասիրությունը։ Հետևաբար հայ աշակերտը պահելով ու զարգացնելով լեզուն կապվում է իր ինքնության ու արմատների հետ։ Երկրորդ կարևոր առարկան հայ գրականությունն է, առարկա, որի միջոցով զարգացնում ենք մեր մտավոր կարողությունները։ Հայ գրականությունը սովորեցնում է հասկանալ հայ ժողովրդի արժեքները, պատմական փորձը եւ ինքնության խորհրդային կարեւորությունը։ Երրորդ կարևոր առարկան, որը ցանկացած հայ աշակերտի համար կարևոր է, դա հայոց պատմությունն է։ Հայոց պատմությունը մեզ տալիս է գիտելիք մեր անցյալի մասին, հասկանալու ու պահելու մեր ազգային ինքնությունն է։ Հայոց պատմության ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն որպես առարկա, այլ որպես մեր օրվա կարևոր անբաժանելի մաս, այսպես ասած, որպեսզի մենք չմոռանանք մեր արմատները, հասկանանք իրադարձությունների պատճառը եւ կարողանանք կառուցել ավելի գիտակից ապագա։ Իմ տված մասնագիտությունները ոչ թե միայն այն մասնագիտություններն են, որ առարկաներն են, որոնք պետք է սիրենք ու առանձնացնենք դպրոցում, այլ հայ աշակերտի համար, հայկական եւ մշակութային դպրոցի համար կարևոր առարկաներ են։ Բայց սիրելի ու կարևոր առարկաների կողքին կան նաև առարկաներ, որոնք մեր կենսական ապրուստի հիմքն են, այսինքն այն առարկաները, որոնց հիման վրա մենք պետք է մեր ապագան կառուցենք, այսինքն մեր մասնագիտական առարկաներն են, որը կարող է լինել թե մաթեմատիկան, թե ֆիզիկան, թե անգլերենը, բայց հայ աշակերտի համար, հայկական դպրոցի համար կարևորագույն առարկան հայոց լեզուն ու հայոց պատմությունն է։ Եթե խոսքեր չկան ավելացնելու, անցնենք հաջորդ հարցին։ Սուսաննա ջան, միգուցե հարց տանք, թե մեր մասնակից սովորողների համար որ առարկաներն են կարևոր, տեսնենք մեր լսարանն ինչ է մտածում, բայց մի բան ասեմ, ես հիմա էկրանին կիսված սահիկ չեմ տեսնում, միայն ինձ մոտ է այդպես, թե բոլորի մոտ։ Իմ մոտ կա։ Լավ։ Ես էլ եմ տեսնում Սահիկը, ընկեր Խաչատրյան։ Իդեպ ասեմ, որ հարցերը մեր գրանցման հայտում էին եւ աշակերտներն են մտել գրել կամ ինչ որ գրանցողները, որ գրանցվել են, հարցերը տվել են, հիմա էլ Սուսաննան պատասխանում է տվել հարցերին։ Լավ, ուղղակի հնարավոր է, որ լսարանն էլ ունենար հետաքրքիր պատասխաններ։ Ունենք, չէ՞ մասնակից աշակերտներ, չկան, որ կուզենային միանալ հարցմանը։ Դպրոցներում նաև օտար լեզվի իմացություն են սովորելու հետ կապված, այդ էլ է կարևոր, որովհետև հիմա բարձրագույն համալսարաններում ոչ միայն հայոց լեզուն է պարտադիր, այլև մեկ օտար լեզու ևս պարտադիր է էլի քննությունների համար։ Շատ լավ։ Լավ, Մարկ ջան, եթե էլ չունենք արտահայտվողներ, կարող եք անցնել առաջ։ Ինչ է կարծում դպրոցն ավելի շատ սրվելու, հանգստանալու, թե գիտելիք ստանալու վայր է։ Ես իմ խոսքում նշեցի, որ դպրոցում հիմնականում երեխան արտահայտում է այն ամենը, ինչը զգում է իր շրջապատում ու ընտանիքում։ Դպրոցը միաժամանակ կարող է լինել միջավայր, որտեղ երեխան սովորում է, բացահայտում է իրեն, ու ձևավորում է հոգեբանական հասունություն, որը արտահայտվում է պատասխանատվության միջոցով։ Եթե դպրոցը տրամադրում է հոգեբանական աջակցություն, ուժեղ ուսուցչական եւ ինտերակտիվ միջավայր, երեխան կարող է համադրել ուսուցումը հանգստի հետ, առանց անպտուղ ցրման։ Այդ կամերայից
Լսվում թե չեք խոսում երեխեք։ Անցնենք հաջորդ հարցին։ Ձայնը չլսվեց։ Սուսաննա ջան, մի հատ նորից խոսես, տեսնենք լսում ենք քեզ թե չէ։ Հաջորդ հարցը։ Ինչպես ուսուցիչը կարող է դասարանում նկատել երեխայի ներքին խնդիրները, երբ երեխան չի արտահայտվում բացահայտ։ Հա, հարցը մեզ էր ուղղված ուսուցիչներիս։ Չէ, հարցի ինձերով, բայց ես ուզում եք դուք պատասխանեք, հետո ես կասեմ։ Ուսուցիչը երբ մտնում է դասարան, մի պահ նայում է ամբողջ դասարանին, այդ մի պահը բավական է, որ ուսուցիչը հասկանա, ով ինչ հոգեկան ապրումների մեջ է այդ պահին։ Հետո հասկանա, ով է դաս սովորել եւ ով դաս չի սովորել։ Եվ բազմաթիվ այլ հարցեր ուսուցիչը մեկ ակնթարթում հասկանում է։ Միանշանակ համոզված եմ այստեղ գտնվող բոլոր ուսուցիչները դա կփաստեն։ Ճիշտ է ուսուցիչներ։ Այո, ճիշտ է, որովհետև մենք իսկապես սովորել ենք երեխաների հայացքներն անգամ կարդալ եւ հայացքի միջոցով ներթափանցել նրա հոգու խորքերը։ Շնորհակալ եմ։ Ուսուցիչը ինչպես է տեսնում երեխայի ներքին խնդիրները։ Ուսուցիչը երեխայի ներքին խնդիրները գուշակում է հայացքից, անուշադրությունից, պահվածքից, դիրքը անընդհատ փոփոխելուց, անընդհատ դուրս գալու ցանկություն ունենալուց, չգիտեմ, գլուխը կախելուց, շատ գործոններ, այո, շատ գործոններ փախտնելուց։ Ի վերջո, երբ որ դուք մտնում եք մի տուն, մի քիչ սիրուն չի համեմատությունս, բայց ասեմ, երբ որ մտնում եք ձեր տուն եւ տեսնում եք, որ ձեր տանը մեկը նստել է ոչ իր սովորական տեղում, ձեր տանը մեկը, չգիտեմ, ինչ որ մի բան անում է ոչ այնպես, դուք անմիջապես նկատում եք, չէ, այդպես էլ ուսուցչի տունն է, դասարանը իր տունն է, աշակերտը իր ամենօրյա կյանքի մի մասնիկն է, ինքը չի կարող չնկատել ներքին խնդիրը։ Շնորհակալ եմ։ Ըստ ինձ ուսուցիչը փոփոխությունները կզգա աշակերտի վարքագծի մեջ, երեխան սկսի ավելի լուր լինել, դասերից կուշանա կամ ավելի քիչ կմասնակցի քննարկումներին սովորականի համեմատ, ֆիզիկական նշաններ կարող են առաջանալ աշակերտի մոտ, գլխացավ, հոգնածություն, ուշադրության անկում ու ուսուցիչը այդ ամենը կարող է բարձել նույնիսկ հետազոտական հարցերի միջոցով, օրինակ այսօր դպրոցում ինչն է քեզ ուրախացրել կամ ինչն է ավելի դժվար թվացել։ Այդ ժամանակ աշակերտը չի պատասխանի այդ հարցին։ Եթե աշակերտը ունի ներքին խնդիր, այդ ինչ պիտի լինի, որ ինքը շատ համոզելուց հետո, երբ որ առանձին մնա, ինձ թվում է այդ ժամանակ նոր կպատասխանի այդպիսի հարցերի։ Դուք աշակերտ եք, դուք այդպես չեք։ Ես գրեթե նման խնդիրների հետ չեմ առնչվում, բայց եթե առնչվեի, դժվարությամբ կկարողանայի պատասխանել ձեր հարցին։ Այդպես է։ Մարկ ջան, ասնենք այդ դեպքում ավելի ինքնամփոփ է դառնում։ Ճիշտ է, Մարկ։ Մարդ կա խոսող։ Երևի բարձրախոսները անջատ են, որտեղ ինչ որ մեկը զուգահեռ խոսում է։ Հետո ով խոսում է միացնի։ Այո։ Շարունակենք։ Որոնք են դպրոցում երեխաների ամենատարածված հոգեբանական դժվարություններն այսօր, ինքնագնահատականի անկում, հաճախ համեմատելով ուրիշների հետ։ Ինձ թվում է սոցիալական մեկուսացումն է խմբում չընդունված լինելու վախը, սթրեսը կամ անորոշությունը, երբ ունենք բարձր ակնկալիքներ,
սակայն լինում է ավելի վատ, քան պատկերացնում ենք, վաղ սխալվելուց կամ ծաղր, ինչը հանգեցնում է նրա դրակյաց վարքի կամ ագրեսիվությանը, թվային աշխարհում, այսինքն սոցիալական ցանցերում ավելի ազդեցիկ է դառնում այդ ամենը ու բավարար չէ ոչ թե բավարար է միայն խոսքը, այլ նաև ավելի շատ առաջնորդվում են զգացողություններով։ Ինչպես աջակցել հուզականորեն խոցելի կամ փակ երեխաներին, չվնասելով նրանց ինքնագնահատականը։ Այս դեպքում ավելի ակտիվ լսել առանց քննադատության կամ հուշելու, պարզապես նկատելու ընդունել նրա, այսինքն երեխայի զգացողությունները, խաղային կամ նախագծային գործողություններ կազմակերպել, որտեղ երեխան իրեն ավելի ազատ կզգա, օգտագործել դրական խթաններ, խուսափել համեմատություններից ու բացասական արձագանքներից, պահել գաղտնիություն ու վստահություն, եթե երեխան պատմում է ինչ-որ խնդրի կամ ինչ-որ զգացողության մասին, որը շատ դժվարությամբ է վստահում ինչ-որ մեկին, սակայն վստահության արդյունքում պատմում է ուսուցչին։ Շատ լավ, եթե ունենք այլ տարբերակներ, այլ կարծիքներ, Հա, ես կերնայի ավելացնել, ընկեր Խաչատրյան, մեկ վայրկյան մի հատ տեղս փոխեմ, չխանգարեն մեզ, ուրեմն այս պարագայում ես գտնում եմ, որ նախագծային աշխատանքը հենց եկել է այդպիսի երեխաներին ակտիվացնելու։ Ինչու, որովհետև եղավ 3 տարի անընդհատ նախագծային աշխատանքների մեջ ենք, ու այն երեխեքը, որոնք թույլ էին, լավ չէին սովորում, կամ իրենց դասարանում էլ չէ, համարում են ծույլ, ոչ մի բանի ընդունակ չէ, այդպիսի աշակերտները շատ հաճախ նախագծային աշխատանքի ժամանակ այնպիսի աշխատանքներ են կատարում, որ այն լավ սովորողները նույնիսկ նախանձում են բան էլի, բառիս ամենալայն իմաստով, նախանձել չասի, ուղղակի ցանկանում են նմանվել այդպիսի աշակերտի։ Ուստի այո, ճիշտ է, աջակցությունը, հուզականորեն աջակցությունը ես գտնում եմ նախագծային աշխատանքի մեջ։ Մնացած բոլոր դեպքերում, երբ որ մենք կոնկրետ ես աշակերտին տալիս եմ շարադրություն կամ ինչ-որ վերլուծական միտք, ինքը կարող է այդ վախից, որ այն ուժով, այն ամբողջ կարողությամբ հանդես չգալ, ինքը արդեն կոմպլեքսավորվում է։ Ես դրա համար նախագծային աշխատանքը շատ սիրում եմ։ Այսքանը։ Շնորհակալություն։ Այլ կարծիքներ կան, ընկերներ ջան։ Արդեն ուրիշ հարց ունենք, հա։ Հերմինե Մանուկյան, ներողություն Սուսաննա ջան, մի հատ Հերմինե Մանուկյանին լսենք։ Ես ուզում եի անցնել անցած հարցին, որը խնդիր էին եղել, չէի կարողանում պատասխանել։ Ինձ թվում է, որ այդ ճիշտ են ասում, որ նախագծային ժամանակ կան երեխաներ, որ այդպիսի երեխաներ, որ դասի ժամանակ չեն կարելի ասել, չեն կարողանում սովորել, բայց նախագծայինների ժամանակ այնպես են ասում, որ մյուս երեխաները չեն կարողանում ասել, դա կարելի է ասել, որ չեն սպասում այդ երեխայից եւ սկզբից նախագծայինի սկզբից ասում են, որ նա չի կարողանա հաստատ լավ չի ստացվելու, բայց հենց ասում են նախագծայինի նպատակին այդ ժամանակ ավելի լավ են ասում այն երեխաները, որոնք դասի ժամանակ կարելի է ասել այդքան էլ ակտիվ չեն, բայց այն երեխաները, ովքեր որ ակտիվ են եւ իրանց վեր են ասում, կարող է մի փոքր շտկումներ տեղի ունենալ եւ չկարողանալ լիարժեք արտահայտել։ Այսքանը։ Շնորհակալություն։ Շատ կարևոր է այս պարագայում հենց սովորողի կարծիքը լսելը։ Մենք ուսուցիչներս վստահաբար կարող ենք բոլոր հարցերին մեր տեսանկյունից շատ
սիրուն ճիշտ լուծումներ տալ, բայց մեզ հետաքրքրում է հատկապես երեխաների կարծիքները լսել, ուստի եթե ունենք մասնակից էլի աշակերտներ ու վստահ եմ ունենք, փորձեք դուք էլ ակտիվ լինել եւ ձեր տարբերակները հնչեցնել, սիրելի աշակերտներ, պասիվ մի եղեք։ Լավ, անցնենք առաջ, գուցե կակտիվանան մեր մասնակիցները։ Որտեղ է անցնում սահմանը ուսուցչի հոգեբանական աջակցության եւ մասնագետին ուղղորդելու միջև։ Կարծում եմ, որ ուսուցիչը կարող է աշակերտին լսել, նկատել, աջակցել եւ հուշել էմոցիոնալ ձևով։ Եթե խնդիրը խորն է, վախ, դանեկան կոնֆլիկտ, ագրեսիվ վարք ու անհետատարվածություն, նախ եւ առաջ աշակերտին պետք է ուղղորդել հոգեբանի, սոցիալական աշխատողի կամ էլ մանկավարժական հոգեբանի, բայց հիմնականում այս ամենը ուսուցիչը պետք է անի միայն էմոցիոնալ ձևով, որ աշակերտի վիճակը էլ ավելի չվատանա։ Նրա հոգեբանական աջակցությունը պետք է լինի միայն աննկատ։ Մենք դեռք ունենք, հիմա տեսնեմ Գոհար Եփրեմյան, համեցեք։ Բարև ձեզ, ես մի քիչ ուշ միացա այս վեբինարին։ Ուրեմն ես ունեմ առաջի դասանում մի աշակերտ, որը իր մանկապարտեզ չի հաճախել, բերել են միանգամից դպրոց ու ինքը երեխաների հետ շփվել չի կարողանում, սա փոքրի շատ է կարողանում եմ հարթել։ Երբ ինքը չի կարողանում երեխաների հետ շփվել, բարձր դասարանցիների հետ շփվել, ինքը թքում է բոլորի վրա։ Երբ ասենք առանցին իրեն կանչում են, որ տեսնեմ ինչն է պատճառ, ես հասկանում եմ, երևի իր ագրեսիան չի շփվելու պատճառն է։ Հիմա ես իրեն հարցնում, ասեմ, խեստ ես բան անում էլի, ասենք փափուկ, հանգիստ ձևով պատճառն իմանամ, ինքն ասում է ես չեմ արել, ես տեղյակ չեմ, փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Հիմա ես ուզում եմ իմանամ, այդ դեպքում ոնց կարող ենք ազդել այս երեխայի վրա, ինչ ճանապարհ գտնեմ, ինչ ձևով փորձում եմ այս երեխան ասում է ես չեմ արել, ես չգիտեմ, իր տետրի վրա խզբզում է, ասում է ես չեմ արել, դիմացինս արել, կողքինս արել։ Հիմա դուք ինչ կառաջարկեք այս դեպքում։ Շնորհակալություն։ Իսկ դուք փորձել եք հոգեբանի աջակցությանը դիմել։ Չէ, ես մտածում ինքը, որ առաջի տարին, առաջի կիսամյակա, միգուցե կկարողանա ներգրավել խաղերի միջոցով, փորձում իրեն անդադ ներգրավել խաղի մեջ, դասապրոցեսի մեջ, խմբային աշխատանքներում, բայց ինքը միշտ մեկուսանում է ու վատ առարքա ցուցաբերում։ Կարծում եմ, որ այստեղ ուսուցչի օգնական, հոգեբան, իրենք պետք է ներկա լինեն, ձեր դասին աջակցություն ցուցաբերեն եւ իրենց մասնագիտական Խաչատրյան կներեք, որ միջամտում եմ։ Համեցեք։ Իսկ հարգելի ուսուցիչ, դուք ծնողի հետ խոսել եք այդ հարցի շուրջ։ Հա, ասում է մեր տանը նման բան չկա, ինքը նման ձևով իրան չի պահում, ասեմ տանը չի կարող ինքը նման ձևով պահել, ինքը տանը սիրված երեխան է, փոքր երեխան է, 4-րդ թե 5-րդ երեխան է իրանց ընտանիքի, երես են տվել ու մանկապարտեզ, ասեմ ինքը շփվելու կարիք ունի ու դասաժամին, ասեմ գումարում հանում, ինքը գրատախտակից նայում է, որ պետք է պատասխանը գտնի ու իրեն խոսում է, կարծես մոր հետ խոսի, մոր տեղն էլ է ինքը խոսում, իր տեղն էլ է ինքը խոսում ու մատներով հաշվում է, չասենք 4-ին գումարած 3, ահա, հաշվեցի 4 մատ էս ձեռքիս է, 3 մատ էս ձեռքիս է, դե գրի, հիմա կգրեմ, սպասի մի քիչ հանգստանամ նոր կգրեմ, ոնց որ մեկի հետ զրուցինք դասի ժամանակ, ասենց ապշած նայում եմ, թե այս երեխան ոնց աշխատում։ Ինձ թվում է դուք դա ավելի շուտ պիտի հոգեբանի հետ խոսեք, դա մի քիչ ավելի հոգեբանի խնդիր է, գիտեք, ավելի լուրջ է դա։ Այսինքն սա մի տեսակ առանձնահատուկ վիճակ է։ Միշտ չգիտեմ, մտածում նորմալ է, կանցնի ինքը երևի որ չի շփվել մյուսների հետ, միայն իր մոր հետ, իր ընտանիքի անդամների հետ է շփվել, միգուցե դրանից է, բայց արդեն մի կիսամյակ անցել է ինքը նույն ձևով է իր պահվածքը ոչ մի կերպ չի փոխվում։ Հիմա ես դիմեմ հատուկ մանկավարժներին։ Այո, հոգեբանի կարիք կա այդտեղ եւ ծնողի անպայման, ծնողի աջակցություն եւ հոգեբանի անպայման, իմ կարծիքով։ Շնորհակալություն։ Այո, այսինքն այն բազմամասնագիտական թիմ ասվածը, հա, այստեղ պետք է աշխատի եւ հոգեբանը, եւ ուսուցչի օգնական այդ խումբը, ծնողը, դասղեկը, դուք կարծում եք, որ այդ համագործակցության արդյունքում կհասնեք։
փորձում, որովհետև նման աշակերտ նաև մեր դպրոցում կա, փոքր դասարաններում, ցածր դասարաններում ու իրենց հետ աշխատանք նաև մենք ենք տանում ավագ դասարանի աշակերտները ու կարծում եմ այդ շատ տենց նպաստում է էլի երեխեքի հետ հոգեբանական հարցերին, որովհետև շատ դեպքերում մենք ավելի ճիշտ ենք հասկանում իրենց, քան օրինակ դպրոցի հոգեբանը, սոցիոլոգը կամ անգամ ծնողը։ Այսինքն մեր ուղղորդումը ճիշտ էր, հա, Սոնա, դու էիր, չէ, խոսողը։ Չէ, Մարին էր, հա։ Չէ, Մարին էր։ Բայց այս թեմայի վերաբերյալ շատ կարևոր է նաև ծնողների ուղղորդումը, ցավոք մեր հասարակությունում շատ են ընտանիքները ու խնդիրներով երեխաները ու երբ ուսուցիչները փորձում են դիմել ծնողին աջակցություն ցուցաբերելու նպատակով, ծնողը շատ սուր է ընդունում, որովհետև բնականաբար իր երեխան է եւ սառը դատողություն տվյալ պահին չի կարողանում ցուցաբերի իրավիճակի նկատմամբ, բայց իրականում նման դեպքերում կարծում եմ առաջնահերթությունը ծնողինն է, որովհետև ի վերջո երեխան ընտանիքի հայրին է ու ուրեմն ընտանիքում ինչ որ խնդիր կա, որ երեխան այդպիսի վարքագիծ է էլի ցուցաբերում։ Երևի ես եմ։ Շնորհակալություն մեր երեխաներին, տեսնում եք ինչքան հետաքրքիր մտքեր են արտահայտում, ինչքան սիրուն լուծումներ են արտահայտում։ Դուք փորձեք աշխատել այդ բազմամասնագիտական թիմով, հուսով ենք կհաջողեք։ Մենք էլի ձեռք ունենք, բայց այս պահին կորցրի, թե ով էր ձեռք բարձրացրել, արդեն չկա այդ ձեռքը, բայց կարծեմ Հերմինն է, Մանուկյան, հա, երևի չեմ տեսնում ազգանունը։ Լավ, եթե չունենք հարցեր, անցնենք առաջ։ Ինչպես արդյունավետ համագործակցել ծնողների հետ, երբ խոսքը վերաբերվում է երեխայի ներաշխարհին։ Կարծես թե Սոնան նոր իր խոսքում նշեց, որ ծնողները շատ դժվարությամբ են ընդունում այդ փաստը, երբ ուսուցիչը խորհուրդ է տալիս երեխային դիմել հոգեբանի։ Նույնիսկ խնդիրներ նկատելիս պետք է ուսուցիչը սկսի դրական խոսքերով, ասենք ձեր երեխան ունի շատ ուժեղ կողմեր, հստակ բացատրելով տեսած վարքագիծը առանց մեղադրանքների, որ դուք նկատել եք այսինքն հատկանիշները, գործել միասին, այսպես ասած, որ կարող ենք միասին գործել այս վարժությունը, երբ որ հստակ ծնողը հասկանա, որ հոգեբանական աջակցությունը համատեղում է երեխայի լավագույն շահերի հետ, այդ դեպքում ծնողը հաստատ ուսուցչի հետ համակարծիք կլինի ուսուցչին երեխային հոգեբանի մոտ տանելու ու հոգեբանական աջակցության դիմելու համար։ Լավ, տեսնենք էլ ինչ կարծիքներ ունենք։ Մարկ Սիրականյան, լսենք Մարկ ջան։ Իմ կարծիքով ծնողի հետ աշակերտի ներաշխարհի մասին արդյունավետ համագործակցության համար Սուսանան ճիշտ ասաց, որ պետք է սկսել դրականից, քանի որ ծնողը կարծես խոցում է, երբ իր երեխայի մասին ինչ-որ վատ կարծիք են հայտնում, դրա համար իմ կարծիքով նույնպես պետք է սկսել դրականից, ներկայացնել աշակերտի տվյալ դեպքում երեխայի լավ կողմերը, դիտարկումները ներկայացնել ինչ-որ կոնկրետ օրինակներով, առանց ինչ-որ պիտակավորման, քանի որ այո, ծնողը շատ դեպքերում խոցվում է այդ իրավիճակներից եւ երբ վատ կողմերը ներկայացնելուց լինենք, խնդրենք, որ ծնողները աշխատեն տանը անպայման, քանի որ աշակերտի պահվածքը դպրոցում եւ տանը տարբեր են, միանշանակ տարբեր են եւ պետք է ծնողը տանը աշխատի երեխայի հետ, որպեսզի դպրոցում պահվածքը փոխվի եւ փոխվի դեպի լավը բարելավի, քանի որ վարքագիծը մեծ ներդրում կարծես կամ ներդրում ունի իր ուսման վրա, քանի որ վարքագիծը նույնն է ինչ ուսումը, ուղղակի ավելի շատ աշխատելու ուղղությամբ այն պետք է լինի եւ դպրոցը ոչ միայն կրթվելու վայր է, այլ դաստիարակվելու վայր է, որտեղ աշակերտները պետք է
ցույց տան իրենց յուրովին դաստիարակված եւ որպես արդյունք երեխան պետք է իրենց զգա որպես հասկացված, պաշտպանված, ինչը կնպաստի իր ուսմանը։ Մարկ ջան, մի փոքր քեզ լրացնեմ, հիմա խոսքը կտանք մեր Հերմինե Մանուկյանի եւ էլի մեկ հոգի ձեռք ունի, ուղղակի կարծում եմ, որ այս ամեն ինչի հիմքում պետք է լինի վստահությունը։ Այսինքն, երբ որ մենք ուսուցիչներս տնօրի հետ խոսելուց առաջ եւ ինչու՞ չէ նաեւ հենց սկզբում մեր խոսքի սկզբում վստահություն ենք ներշնչում, երբ տնօրը սկսում է մեզ վստահել, ապա այդ դեպի երեխայի ներաշխարի այդ խոսակցություն տանող դուռը արդեն հեշտությամբ է բացվում եւ այդ վստահության արդյունքում տնօրը արդեն թույլ է տալիս, որ մենք իր հետ խոսենք երեխայի ներաշխարի մասին եւ բնականաբար դրա այդ խոսքի սկզբում, ինչպես դուք նշեցիք, այո, դրականը պետք է լինի։ Երբ որ մենք միանգամից սկսենք հանկարծ ծնողին դժգոհել, բողոքել եւ իր երեխայի թերի կողմերի մասին խոսել, ապա նա բնականաբար հրաժարվելու է մեզ հետ զրույցի բռնվելուց։ Շարունակենք, տեսնենք ինչ կասեն մեր մյուս մասնակիցները։ Ահա, Հերմինե ջան, համեցեք։ Մարկը, որ ասեց երեխան ցույց է տալիս իր դաստիարակությունը դպրոցում, կարելի է ասել երեխան առաջնային հերթում դաստիարակվում է տանը, կարելի է ասել ծնողը երեխային իր երեխային դաստիարակում է եւ ուղարկում է դպրոց, դպրոցում կարելի է ասել այնտեղ երևում է երեխայի դաստիարակությունը, թե ինչպես է ծնողը նրան դաստիարակում, այստեղ եթե երեխայի ներաշխարը կարելի է թափանցել այն իրավիճակում, երբ նկատում ենք, որ երեխան այն չի, իրեն մենակ է զգում եւ առանձնանում է մյուս երեխաներից, այդ դեպքում շատ կարևոր է առաջնահերթ խոսել ծնողի հետ, հետո նոր հոգեբանի, առաջնային հերթում կարելի իմանալ այդպիսին է տանը, թե ոչ, որովհետև կարող է տանը այդպիսին առանձնանում է ինքը կամ ուրիշ այլ ձևերով, հետո նոր խոսել հոգեբանի հետ, իսկ հոգեբանը կարելի ասել ինչ կարողանում է այն կատարի երեխայի հետ, կարելի է ասել, որ պետք է խոսի, աշխատանքներ կատարի, որպեսզի այնպես անի, որ կարող է նա առանձնանում է բոլորից եւ այնպես անի, որ դա իր մոտից վերանը, այսքանը։ Շնորհակալություն, ձեռք ուներ նաեւ Սոնան, ոնց որ, ահա, Սոնա ջան, լսում ենք։ Այո, քանի որ վերոնշյալ օրինակը վերաբերում էր փոքր տարիքի երեխային, շատ կարևոր է նաեւ ներառել դեռահասների տարիքը, որովհետև դա եւս շատ կարևոր տարիք է ու այդ տարիքում երեխաները, դեռահասները հիմնականում հեռանում են իրենց ծնողներից ու եթե ունենում են դեպրեսիա, ճգնաժամային իրավիճակներ, նախընտրությունը տալիս են խոսելու մեկ այլ ոչ նույնքան հարազատ մեկի հետ կամ շատ ավելի վատ լռելը ու այս դեպքում նաև կարևոր է ում վստահել է դեռահասը չկորցնի այդ վստահությունը ձեր նշած Տիկին Խաչատրյան վստահությունը տվյալ անձի նկատմամբ, քանի որ միգուցե թեմա է, այնպիսի թեմա է, որը երեխան չի կարող վստահել իր ծնողին շատ տարատեսակ պատճառներով, առաջինը նրանում, որ ծնողը վստահ է, որ ծնողը իրեն չի հասկանա եւ եթե վստահում է ինչ-որ երկրորդ անձի ու շատ կարևոր է, որ այդ երկրորդ անձը երեխայի մոտ չկորցնի վստահությունը, օգնություն փորձել ցուցաբերելով այդ ստեղծված վատ իրավիճակի մասին ծնողին պատմելով, օրինակ եթե երեխան ունենում է հոգեբանական խնդիրներ, պատմում է ինչ-որ մեկի ու այդ ինչ-որ մեկը գնում է միանգամից ասում է ծնողին, գիտես, քո երեխան ունի այս խնդիրները, տվյալ դեռահասի մոտ վստահությունը կորում է ոչ միայն այդ անձի նկատմամբ, այլ ամբողջ աշխարհի, որովհետև այդ շատ դժվար փուլ է երեխայի շրջանում, դեռահասի կյանքում, որտեղ վստահությունը պարտադիր է, որ մնա կայուն, թե չէ եթե գնում պատմում են ծնողին, հետագայում իսկապես դժվար է լինում վստահել մարդկանց։ Սոնա ջան, ես իրականում շատ դժվար քեզ լսեցի, չգիտեմ միայն ինձ մոտ է այդպես, թե բոլորի մոտ քո ձայնը շատ ցածր է լսվում,
բայց լսեցի, որ իմ ասացի հետ կապված էր վստահության մասով։ Ես խոսում էի ծնողի ուսուցչին վստահելու մասին, այսինքն երբ որ ծնողը կվստահի ուսուցչին, նա կբացվի եւ թույլ կտա իր երեխային ներաշխարհի մասին խոսել։ Չգիտեմ դու դրան կողմ էիր թե դեմ էիր, շատ դժվար իրականում լսեցի քո խոսքը, բայց կարծում եմ, որ բոլոր հարաբերություններում վստահությունը շատ կարևոր է։ Իհարկե լինում են դեպքեր, երբ երեխան մեզ ուսուցիչներից վստահում է որևէ գաղտնիք, որևէ իրադարձություն իր կյանքում կամ գուցե մի շատ կարևոր բան, որ մեկ ուրիշին չէր վստահի։ Եվ եթե հանկարծ մենք այդ գաղտնիքը ինքը ինչպես վստահել է ծնողին ենք փոխանցում, ինչպես դու նշեցիր, այդպես մոտավոր փորձեցի քեզ լսել, ոնց որ այդպես հասկացա։ Այո, մենք այդ ունեցած թանկ վստահությունը կորցնում ենք եւ երեխային ավելի շատ վնասում ենք։ Մենք էլ ուսուցիչներս էլ պիտի զգույշ լինենք, որ հասկանանք, այն ինչ որ մեզ վստահվել է, արդյոք դա ծնողին փոխանցելու է թե ոչ։ Իսկ գուցե մենք առանց ծնողին փոխանցելու ինքներս երեխային օգնենք եւ այդ դեպքում ավելի մեծ հաջողություն գրանցենք, քան ծնողին բերելով եւ այդ ամբողջ պատմությանը խառնելով։ Եղել են իմ գործունեության ընթացքում դեպքեր, երբ առանց ծնողի միջամտության շատ հեշտ ու շատ լավ ճանապարհով աշակերտի հետ կարողացել ենք ինչ-որ խնդիր լուծել ու ծնողը չի էլ իմացել։ Չգիտեմ ճիշտ է դա, որ ծնողը չի իմացել, թե սխալ է, դա էլ հարցի մյուս կողմն է, բայց խնդիրը լուծվել է։ Այդ տարբեր վստահությունների մասին խոսք գնացել է։ Ահա, լավ Սոնա ջան։ Ամփոփեցիք իմ միտքը, այո, այդ վստահությունը շատ կարևոր է։ Շնորհակալություն, տեսնենք էլի ունենք ձեռքեր, ունենք խոսք ասելիքներ, ունեն մարդիկ, չունենք կարծես թե, եւ շարունակենք, Սուսաննա ջան։ Շնորհակալ եմ։ Հաջորդ հարցը ինչպես կանխել դպրոցական ստրեսը եւ հուզական արյունը կրսել դպրոցականների մոտ։ Ինձ թվում է, որ այդ ամենը կարող են կանխել կարճ ինտերակտիվ դասերի, խաղային մեթոդների եւ թվային աշխատանքների շնորհիվ, ու ուսուցիչը կարող է աշակերտին խրախուսել արտահայտվել արվեստի, գրականության կամ էլ երաժշտության միջոցով։ Սուսաննա ջան, ես ճիշտ ասած կուզեի, որ ինչ որ մի օրինակով, հա, այդ քո ասածը մեզ ներկայացնեիր, ինչ որ մի իրավիճակ, որը դու կփորձես հենց այդ մեթոդով լուծումը տալ իրավիճակին, ու մենք պատկերացնենք, թե դու ինչ ես առաջարկում։ Երբ երեխան ինչ-որ մի բանից շատ նեղացած է ու գտնվում է ստրեսային կամ հոգեբանական անկայուն վիճակում, ու այդ ամեն ինչը շատ բարձ տեսնում է ուսուցիչը, նա կարող է իր խորհրդով, եթե աշակերտը չի վստահում կամ չի խոսում որևէ մեկին, այդ դեպքում ուսուցիչն այդ ամեն ինչը նկատելով, նախքան ծնողին, նախքան հոգեբանին դիմելը, կարող է առաջ գալ իր խորհրդով, խրախուսել նրան զբաղվել որևէ արվեստով, գրականությամբ կամ իր հանգստությունն ու խաղաղությունը ստրեսից դուրս գալու վիճակը գտնել երաժշտության մեջ։ Լավ, միգուցե այդ երեխան հրաժարվի երաժշտություն լսելուց, չգիտեմ, ամեն դեպքում ենթադրում եմ, որ պիտի մենք ուսուցիչներս ճկուն գտնվենք եւ հասկանանք, թե տվյալ պահին այդ երեխային ինչ օգնություն է պետք, կոնկրետ երեխայի նախասիրությունները պիտի իմանանք, թե ինքը ինչ է շատ սիրում եւ առաջարկենք հենց այն, ինչ ինքը շատ է սիրում։ Եվ կարծում եմ ուղղակի ցույց չտանք, որ մենք նկատել ենք իր այդ ստրեսային վիճակը, գուցե եթե սկսենք հարցեր տալ ինչ է եղել եւ այլն, ինքը ավելի վատ վիճակի մեջ ընկնի եւ անուղղակի ձևով փորձենք իրեն այդ վիճակից հանել։ Սոնա ջան, լսում ենք։ Իրականում ինձ համար հարցը մի քիչ սխալ էր ձևակերպված, որովհետև կրտսեր դպրոցական ասելով ես ամենափոքր օղակն եմ, հա, ուզում էի հասկանալ կրտսեր ասելով որ տարիքային խումբը նկատի ունեք։ Ինձ հայտադիմումի մեջ էլ հարցը կրտսեր դպրոցականներն էր, ես իմ պատասխանում իմ նկատի ունեի առաջինից մինչև 4-րդ դասարանի աշակերտներին։ Հասկացա, ուղղակի ուզում եմ ասել, որ ստրես բառը օգտագործել առաջինից 4-րդ դասարանի աշակերտների մասին խոսելուց կարծում եմ սխալ է, որովհետև
եթե ուսումնասիրում ենք դեպրեսիա, սթրես, ճգնաժամ երևույթները, դրանք բնորոշ են կյանքի բոլոր փուլերին, բայց ոչ այդ մանկահասակ տարիքին։ Եթե վերցնում ենք այդ տարիքում երեխաները այո կարող են ունենալ խնդիրներ, բայց խնդիրներ հիվանդությունների տեսքով, հա, բայց ստրես անվանելը, անունը դնել ստրես, կարծում եմ սխալ է, որովհետև այդ տարիքում ինչ ստրես։ Ու գալով Բայց տիկին, այո, ասա Սոնա ջան, ասա։ ու գալով տիկին Խաչատրյանի ասածին, ես այդ ձեր նշածը, որ ուսուցիչը շատ ժամանակ պետք է լռի, որովհետև գուցե եւ երեխային վատ դրության մեջ դնի, դա մեդալի երկու կողմ ունի, որովհետև օրինակ եթե երեխան ունենա օգնության կարիք, ստրեսի մեջ լինի, հաճախ ունենում է օգնության կարիք եւ ուզում, որ այդ օգնությունը իրեն առաջարկեն, ոչ թե նա գնա, որովհետև բարդ է գնալ մարդուն ասել, գիտես, ինչ ես գտնվում եմ ստրեսի մեջ, ես ուզում եմ ինչ-որ մեկի հետ զրուցել, խնդրում եմ ես խոսեմ, դու լսիր ինձ։ Իսկ այն, որ ուսուցիչն է առաջարկում կամ պարտադիր չի ոլորտը ուսուցիչը, թե ծնող է զուտ ինչ-որ մեկը մոտենում է նրան եւ ասում, գիտես ինչ, ես քո վիճակը տեսնում եմ, ուզում եմ մենք խոսենք, դա կարող է երեխային շատ օգնել եւ հանել այդ իրավիճակից, էլի այդ վստահությունից դրդված, որովհետեւ այն հարցը, որ ուսուցիչը մտնում է դասարան եւ տեսնում աշակերտի հոգեվիճակը, երկու տեսակի ուսուցիչների կարող ենք բաժանել, նրանք ովքեր անցնում են անտարբեր եւ նրանք ովքեր խոսում են։ Ու ես կարծում եմ, որ ովքեր խոսում են եւ իրապես անհանգստանում տվյալ երեխայի հոգեկան առողջությամբ, հոգեկան կապի մեջ են լինում երեխայի հետ, ինձ թվում է նման կապվածություն կա, դրանից էլ երեխան սկսում է վստահել։ Չգիտեմ որքանով կարողացա ձևակերպել միտքս, բայց Շատ լավ կարողացար ձևակերպել Սոնա ջան, շնորհակալ եմ քո դիտարկումների համար։ Ես նկատում եմ ոչ թե լռել, այլ ուղղակի ավելորդ հարցեր չտալ եւ փորձել անուղղակի կերպով իրեն հանել այդ վիճակից։ Թե չէ լռելը հաստատ տեղին չէ, լռել կնշանակի ուղղակի անտեսել, անտարբեր լինել։ Հաճախ, երբ որ մենք հարցեր ենք շատ տալիս, ինչ է եղել, բա ինչու է եղել, երեխան ավելի է փակվում։ Դրա համար լինում են դեպքեր, որ ուղղակի առանց հարցեր տալու փորձում ենք այդ վիճակից իրեն հանել կողմնակի ինչ-որ ճանապարհներով, թեկուզ հենց ինչպես Սուսաննան նշեց, որևէ իր սիրած զբաղմունքը առաջարկելով, եւ հաճախ լինում են դեպքեր, որ մենք կարողանում ենք հասնել նրան, որ երեխան ինքն է բացվում եւ սկսում խոսել իր վիճակի եւ իր ներաշխարհի ստրեսային պատճառների մասին։ Այսքանը, տեսնենք էլ ինչ արտահայտվող, եթե ունենք, եթե չէ, շարունակենք։ Տաթև ջան, լսում ենք։ Ուղղակի ուզում էի մի բան հավելեի, որ միշտ չի, որ մենք ունենք այն ուսուցիչներով, ովքեր նոր նշեցիք, որ այդքան հետաքրքրված են երեխայի ներքին աշխարհով, արդյոք երեխան այդ պահին ստրեսի մեջ է ու հաճախ հենց կարող է իրանց օգնությունը, իրանց աչքերում լինի օգնություն, բայց ավելի վնաստ է, էլի երեխային այդքան մի բան ուղղակի, որ ոչ բոլորս ունենք այդպիսի լավ ուսուցիչներ։ Գուցե, գուցե, անցնենք առաջ։ Կամ պարսոկեբանական վարժություններ կամ խաղեր, որոնք կարելի է կիրառել դասարանում։ Կարծում եմ, որ որևէ հոգեբանական խաղ կամ վարժության սահմանափակում չկա, ու այդ ամենը ուսուցիչի, հոգեբանը, դասվարը կամ էլ դասղեկը կարող է իր սեփական փորձով ու անկախ իրավիճակից ելնելով ստեղծել այդ ամենը մեկ բառով կապ խաղը մենք խաղացինք սկզբում, հեսե մի քանի հարց պատասխանելուց հետո եւս մեկ կփորձենք ու կարծում եմ, որ այդ հոգեբանական խաղ կամ վարժություն ասվածը կարող ենք ստեղծել մենք ինքներս անկախ իրավիճակից ելնելով։
Մենք այսօր խաղ ունենալու ենք Սուսաննա ջան։ Հա, Որևէ խաղ կամ դերժանք ունենա։ Հաջորդացի ինչպես հաղթարել ստրեսը, կարծում եմ պատասխանեցինք։ Սա իրական բավական բարդ հարց է եւ հոգեբանները հազիվ կարողանան այս հարցին պատասխանել, ինչպես հաղթահարել ստրեսը։ Կարծում եմ սրանք շատ առանձնակի դեպքեր են եւ յուրաքանչյուր մարդու համար, անհատի համար մի ճանապարհ կա ստրեսը հաղթահարելու, ամեն մեկը մի կերպ է, չէ, այդ ճանապարհը փորձում գտնել, հաղթահարել, բայց ստրեսը հաղթահարելու համար կարծում եմ առաջին հերթին պետք է շատ ուժեղ լինել եւ ուժեղ մարդիկ ունենալ կողքին, որոնք նրան կօգնեն, տվյալ անհատին կօգնեն, կաջակցեն եւ եթե խոսքը աշակերտի մասին է եւ այդ դպրոցական ստրեսի մասին է, այդ դեպքում մեծ դերակատարում մնում է մեզ ուսուցիչներից եւ իհարկե դասընկերներին։ Եթե խելամիտ գտնվենք յուրաքանչյուրս մեր քայլերում, կարծում եմ կկարողանանք օգնել, որ ստրեսը հաղթահարվի։ Շնորհակալ եմ։ Հաջորդ հարցը. Ինչպես հոգեբանորեն առողջ մնալ կրթական միջավայրում։ Ըստ ինձ կրթական միջավայրում առողջ մնալու համար կառուցվածնեմ երկու կարևոր կետ։ Առաջինը ակտիվ աջակցությունն է, իսկ մյուսը դիմակայության զգացումը։ Ակտիվ աջակցություն ասելով հասկանում եմ խնդրել օգնություն ուսուցիչից կամ հասակակիցից որևէ հարցի շուրջ քննարկելու կամ որևէ դժվար անելանելի վիճակից դուրս գալու համար, իսկ դիմակայության զարգացում ասելով նկատի ունեմ ավելի փոքր կամ հաջողակի նպատակներ, որոնք թեկուզ ամենափոքր հաջողությունները, որոնք կարող են մեզ ավելի մոտիվացնել, որը կօգնի հոգեբանորեն առողջ մնալ կրթական միջավայրում։ Լավ, տեսնենք կան այլ կարծիքներ։ Չեմ ուզում անդադ ես խոսել, հնարավորություն տանք մեր լսարանը եւս ակտիվ գտնվի։ Ունենք կարծիքներ։ Որ հարցի վերաբերյալ ընկեր Խաչատրյան, այս թե նախորդ։ Այո, դե այս նաև նախորդ, ինչու՞ չէ։ Ինչպես հոգեբանորեն առողջ մնալ կրթական միջավայրում։ Առաջին հերթին փորձել սիրել կրթվել։ Ոչ թե որ դա պարտականություն է, ոչ թե որ դա հանրարարություն է, այլ որ դա պիտի սիրեք կրթվել։ Որովհետև այդ դեպքում դուք իրոք հոգեբանորեն առողջ կմնաք։ Կրթվել սիրելուց հետո դուք պիտի սիրեք բացահայտել։ Կներեք պիտի բառը սխալ ասացի, այսինքն առաջներթին մենք ուսուցիչներս պիտի ձեր ձեռքից բռնենք, այսպես ճակերտավոր, հա, ու ձեզ տանենք բացահայտումների ճանապարհով, ոչ թե դեպի նպատակ, այլ որ դուք հասկանաք, թե ինչքան հաճելի է ամեն ակնթարթին նոր դուռ բացելը, նոր բառ սովորելը, նոր բանաձև լուծելը, ձեր աճը տեսնել, այդ դեպքում դուք հոգեբանորեն առողջ կմնաք։ Մի կենտրոնացեք միջանձնային փոքրիկ վեճերի, անառողջ հարաբերությունների վրա, հեռացեք այն ամենից, ինչը ձեզ շեղում է ձեր կրթվելու, զարգանալու, ինչու՞ չէ նաև Աստծուն մոտենալու ճանապարհից։ Այն ինչը որ ձերը չէ, մի խառնվեք դրան։ Իհարկե խոսքը անտարբերության մասին չէ, խոսքը ավելորդ հուզական ծանրաբեռնվածության, ավելորդ միջանձնային հարաբերությունների մասին է, անտարբերությանը ինքս էլ եմ դեմ։ Սիրեք սովորել, սովորեք, սիրեք բացահայտել, գնահատեք ձեր աճը, այդ դեպքում դուք առողջ կմնաք հոգեբանորեն։ Սա իմ խորհուրդը ձեզ։ Շնորհակալ եմ ու ամենաշնորհակալություն Տիկին Ղազարյան, Մարկը ձեռք ունի եւ էլի ձեռք ունի նաեւ Ուզաննա Ստեփանյան։ Լսենք Տիկին Ստեփանյանին, հա Մարկ ջան, հետո քեզ լսենք։ Շնորհակալ եմ, կներեք, որ տեսախցիկս չեմ բացում, հարմար տեղում չեմ։ Ես տարիների իմ փորձից մի պարզ ճշմարտություն գիտեմ, ամեն ինչի ոսկյա բանալին անկեղծ սերն է։
եւ ուսուցիչը եւ աշակերտը, եթե գտնվում են անկեղծ սիրո մթնոլորտում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, հաղթահարվում է եւ ստրեսը եւ ստեղծվում է հոգեբանական առողջ մթնոլորտ։ Սա է իմ բանալին, որով առաջնորդվել եմ եւ համոզմունքս է իմ։ Այսքանը։ Շնորհակալություն։ Մարկ ջան, լսենք քեզ։ Հոգեբանորեն առողջ մնալ դպրոցում կրթական միջավայրում տարբեր միջոցներ կան, բայց քանի որ ես շատ եմ տեսել կրթական միջավայրում մի բան, որ ուզում եմ անպայման նշելու իմ կարծիքով ամենակարևորն է, դա չտրվել միջավայրին։ Իմ կարծիքով, եթե ինչ-որ մի խումբ աշակերտներ ինչ-որ նման բաներ են անում ու որը վատ է ազդում իրենց վրա, չպետք է աշակերտը տրվի այդ վատ միջավայրին, քանի որ ամոթ չէ տարբերվելը եւ ինչպես մարդը յուրահատուկ ծնվել է, պետք է այդպես էլ յուրահատուկ լինի եւ եթե ինչ-որ մի խումբ մարդիկ, որոնք ինչ-որ բան են անում եւ վատ է անդրադառնում կամ իրենց կարծիքով դա լավ է, պետք չէ մարդը տրվի անպայման, այլ պետք է մարդը յուրահատուկ լինի եւ ամոթ չէ տարբերվելը իմ կարծիքով։ Շատ ապրես Մարկ ջան, սիրուն դիտարկում էր, այո, երբեմն կրթական միջավայրում ձևավորված մեկ այլ, այդ միջանձնային այդ հարաբերությունների արդյունքում ստեղծված ձևավորված միջավայրը ազդում է յուրաքանչյուր մեկի վրա, ով թույլ է եւ անմիջապես այդ ազդեցությանն է տրվում։ Շատ լավ դիտարկում արեցիր։ Իսկապես պետք է յուրահատուկ ծնված մարդը այդ յուրահատկությունը պահի միշտ եւ ամենուրեք։ Լավն էր դիտարկումը, կեցես։ Անցնենք, եթե այլ կարծիքներ չկան։ Գոլություն։ Ինչեր մոտեցումներ կառաջարկեք ըստ դպրոցականների ներաշխարհը բացահայտելու համար։ Կարծում եմ, որ ըստ դպրոցականների ներաշխարհը բացահայտելու համար հաղորդաշարերը, պատկերները գաղտնի նամակ կոչվող վարժությամբ կարող ենք ամեն ինչ բացահայտել ու հիմնականում, եթե կրծերը ասելով հասնենք 1-ից 4 դասարանների աշակերտներին է, հիմնականում այդ ամենը կարող ենք հաղորդաշարերի ու պատկերների միջոցով հասկանալ։ Շատ լավ, տեսնենք ուրիշ ինչ առաջարկներ կան կրտսեր դպրոցականի ներաշխարհը բացահայտելու համար, հա։ Ունենք կարծիքներ, տեսակետներ, առաջարկներ։ Այ ուսուցիչներ, ովքեր աշխատում են կրտսեր տարիքի դպրոցականների հետ, թեկուզ հիմնական դպրոցի, ցածր դասարանների։ Մարկ ջան, էլի դու լսում ենք։ Որպես կրտսեր դասարան եղած դպրոցական եւ ինչու՞ չեմ իմ փոքր աշխատած կրտսեր դպրոցականների հետ, ուզում եմ ասել, որ կրտսեր դասարաններում աշակերտները հիմնականում այդպես կայուն չեն եւ նրանց կարելի է խոցել տարբեր միջոցներով։ Իհարկե կան աշակերտներ, որոնք ոչ խոցելի են եւ կայուն են, չեն ուզում ինչ-որ բացահայտվել, բայց կարծում եմ շատ աշակերտներ խոցելի են, դրա պատճառով ուսուցիչները կարող են բացահայտել ներաշխարհը, բայց ոչ անընդհատ ինչ-որ հարցեր տալով, պետք է աննկատ այդ ամեն ինչ անել, որպեսզի աշակերտը կարծես տրվի քեզ եւ կարողանա բացահայտվել հեշտ։ Նաեւ ուզում եմ ասել, որ բացահայտվելը կարծում եմ ոչ միայն հոգեբանական ներաշխարհի մասին է, նորից այսպես ասած գովազդեմ մեր գիտսանը, ոչ կրտսեր դասարանների համար, կարծում եմ գիտսանը ստեղծված է հենց բացահայտվելու համար, մեր կարգախոսները այդպես բացահայտվելու մասին է մեր կարգախոսը, եւ կարծում եմ գիտսանի շնորհիվ շատ մարդիկ կարող են բացահայտվել, ինչպես այսօր Սուսաննան է բացահայտվում մեզ համար։ Հրաշալի լուծում տվեցիր Մարկ ջան, ապրես։ Մարիամ Սահակյան, լսում ենք։ Բարև ձեզ, ես մի փոքր ուշ միացա, բայց շատ հաճելի է
հետաքրքիր թեմայով է զրույցը ընթանում։ Ես էլ եմ աշխատում կրտսերների հետ այս պահին, տարականից մինչև ավագ կրտսերներին ներառյալ։ Ուզում եմ ասեմ, որ իրենց մոտ շատ բարդ շրջան է այդ փուլը, իրենք ունենում են մի շարք հոգեբանական զգայուն կողմեր, որ ուսուցիչը պետք է անպայման նկատի առնի, եւ ես զգացել եմ, որ իրենք ամենից շատ հետևում են ուսուցչի վարքին, ու ուսուցիչը արժե համակարգ է իրենից ենթադրում, եթե ուսուցիչը ասենք հանդուրժում է օրինակի համար մեկ երեխայի նկատմամբ խտրական վերաբերմունք, մնացած բոլորը այդ խտրական վերաբերմունքը ցույց են տալիս, եթե ուսուցիչը չի հանդուրժում, ոչ մեկ ցույց չի տալիս, այսինքն ուսուցչից շատ մեծ բան է կախված, ուսուցիչն էտալոնն են, արժե համակարգն է, որին հետևում են աշակերտները, իհարկե այն ուսուցիչը, որին հարգում են, որի խոսքը նշանակություն ունի, այսինքն մենք մեր ամեն բառի մեջ շատ զգույշ պետք է լինենք, որովհետև ամեն բառն էլ կարող է այդ երեխաների մեջ թե վարքի, թե ապագայի, թե իրենց հետագա ընթացքի վրա մեծ ազդեցություն թողնել, այսքանը, շնորհակալություն։ Ուրիշ չունենք կարծիքներ, ընկերներ ջան։ Լավ, մեր հաջորդ Սահիկն ամենավերջում բերել ես մեր նախորդ մասնակցին հարց ունեմ, ով էր անունը չլսեցի, բայց ինչ որ մեկը խոսում է ու ես իր ձայնը չեմ լսում, գիտեք, բարձրախոսը սպիտակ հագուստով մի րոպե Սոնա Մալխասյան խոսում էր, բայց բարձրախոսն անջատած էր, Սոնա ջան, ձեզ։ Չէ, ես ինձ կարևոր ձայնային էի ուղարկում, թեմայի հետ կապ չունի։ Այդ նախորդ մասնակիցնով էր, ես չգիտեմ անունը չֆիքսեցի, այս բանը ուզում եմ իրեն հարցնել։ Իսկ ձեր ուսուցիչներից ո՞ր խոսքն է, որ ձեզ համար կանխորոշիչ է եղել, փոխել է ինչ-որ ճանապարհ ձեզ համար, ինչ-որ դուռ է բացել, ինչպես դուք նշեցիք։ Ոչ թե ուսուցչի անունն եմ ուզում, այլ խոսքն եմ ուզում։ Ահա, Մարիամ ջան։ Հենց ես էի, ու կարող եմ ուսուցչի անունն էլ ասել, որովհետև ինքը ներկա է, խոսքս Ռուզանա Ստեփանյանի մասին է, ինքը ես ոնց ասեմ, մինչև իր գալը դպրոցում ընկալվել եմ որպես միջակ սովորող աշակերտ, որը չունի ինչ-որ հնարավորություններ առաջ գնալու, հազիվ ինչ-որ ստից կերպարվեստի կամ արվեստի ոլորտում մի քիչ դրսևորվի, թե ոչ, բայց ինքը եղավ այն մարդը, որ ինձ հավատաց, ինքը ինձ ասեց դու կարող ես, ու ես այդ խոսքին հավատալով սկսեցի ավելի լավ սովորել, անգամ դարձա գերազանց, հետո ավարտեցի համալսարանը, անգամ բարձրագույնը, այդ ամեն ինչը սկսվեց ընդամենը դու կարող ես-ից, այն ներուժը, այն ոգեշնչումը, որ ինքը ինձ տվեց, այն հավատը, որ ինքը իմ նկատմամբ ունեցավ, ինձ օգնեց, որ ես հասնեմ այն ամեն ինչին, որ հասել եմ, այսքան, շնորհակալություն։ Ուղղակի հրաշալի է, մենք Տիկին Ռուզաննային շատ լավ ճանաչում ենք եւ այս տեսանկյունից եւս բացահայտեցինք, ուզում եմ հիմա բոլորով այս ընտրենք ծափ, սրտիկ, չգիտեմ որս ինչ կուզենք եւ մի հատ այդ բոլորը ուղենք Տիկին Ռուզաննային։ Տիկին Ռուզաննա, շնորհավորում եմ ձեզ։ Եվ շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ եմ Մարիամ ջան։ Ահա, ապրեք, որ այդ տեսակն եք, չէի էլ կասկածում, բայց դա իսկապես ուսուցչի ամենակարևոր հատկանիշներից մեկն է, ոգևորել, այո, այդ դու կարող ես, տեսեք ինչպես է փոխել մարդու ճակատագիրը։ Ուրիշ ունենք էլի կարծիքներ, տեսակետներ, թե արդեն պիտի անցնենք առաջ։ Անցնենք առաջ, Մարկ ջան։
Եվ ամենավերջում հանդիպումը ամփոփենք թաքնված զգացմունքներ կոչվող խաղում, էկրանում երևում է 6 էմոջի, որը ցույց է տալիս աշակերտի զգացած իրավիճակը, երեխայի ներաշխարհը, ու մենք պետք է ասենք, թե այդ ժամանակ ինչ պետք է անի ուսուցիչը կամ ինչ պետք է անի ծնողը։ Առաջինը Սաննա ջան, մեկ երբ օրինակը երեխան երևի տխուր է։ դու տաս, ահա։ Առաջինը, երբ երեխան տխուր է, այսինքն նա մերժված է կամ իրեն միայնակ է զգում, ինչ պետք է ուսանի ուսուցիչը կամ էլ ծնողը, նրանցից յուրաքանչյուրը պետք է մոտենա, լսի, ցույց տա, որ իր զգացմունքները ընդունելի են, առաջարկի իր օգնությունը կամ պարզապես ավելի ուշադրություն դարձնի այդ երեխայի վրա։ Երկրորդը, երբ երեխան զայրացած է, կարող ենք նրա արտաքինից հասկանալ, որ նա հիասթափված է, զայրացած է, հնարավոր է նաև, որ նա իրեն ավելի ինքնամեկուսացված է զգում, այդ ժամանակ ուսուցիչը կամ ծնողը պետք է նրան հանգստացնեն, տալ արտահայտվելու հնարավորություն, առաջարկել լուծումներ, ուշադրությամբ լսել ու երեխայի ագրեսիան, որպեսզի երեխայի ագրեսիան չկորցնի իր վերահսկողությունը։ Երրորդ դեպքում երեխան ունի վախեցած դեմք, երբ երեխան զգում է վախ, անապահովություն, անհանգստություն, դա կարող է լինել տարբեր իրավիճակների պատճառով, այդ ժամանակ կարծում եմ, որ թե ուսուցիչը, թե ծնողը պետք է նրա համար ստեղծեն ապահով միջավայր, պարզ ու հանգիստ, բացահայտել ու բացատրել ամեն իրավիճակ, հավատացնել, որ անվտանգությունը ունի ամենակարևոր զգացողությունն է, որը թե ծնողները, թե ուսուցիչները պետք է ստեղծեն երեխայի համար։ Չորրորդը, երբ երեխան ուրախ է ու ունի հետաքրքրասեր դեմք, այսինքն նա հոգևորված է ու հետաքրքրված է, այսինքն սիրում է ինչ-որ միջոցառման կամ ինչ-որ թեմայի մասնակցել, այսինքն հետաքրքրված է ու ունի բավականին առաջադիմություն, թե դպրոցական եւ թե այլ հետաքրքիր իրավիճակներում, այդ ժամանակ պետք է ուսուցիչն ու ծնողն ավելի ոգևորված լինեն եւ խթանեն նրա ակտիվությանը, թույլ տալ նրան ստեղծագործել, խոստովանել եւ ընդունել նրա ոգևորվածությունը։ Երբ հաջորդ դեպքում, երբ երեխան լռակյաց է ու ունի անհայտ դեմք, այդ դեպքում երեխան թաքցնում է իր զգացմունքները, հնարավոր է նաև ունի շփման խնդիր կամ անվստահություն։ Կարծում եմ այդ ժամանակ ուսուցիչները պետք է վստահության ձեռք մեկնեն կամ ծնողները ու չդժվարանան օգնել երեխային, սպասել երեխայի արտահայտմանը, առաջարկել նրանց իրենց օգնությունը ու երեխային հասնել այն հոգեբանական հասունությանը, երբ երեխան ինքը սկսի արտահայտվել ու իր մտքերի մասին կպատմի կամ ուսուցիչներին կամ ծնողներին։ Իսկ ամենավերջինը, երբ երեխան շփոթված է կամ ունի անհանգիստ դեմք, նա չի հասկանում իր զգացմունքները կամ էլ իր իրավիճակը, այդ դեպքում ուսուցիչը կամ ծնողը պետք է հանդարտ կերպով բացահայտեն իրավիճակը, հարցեր չտան կամ օգնեն լուծել իր զգացմունքները, վստահեցնել, որ ինչ-որ մի հարց սխալ չէ, այսինքն երբ թեկուզ երեխան ինչ-որ միտեղ սխալ է, այդ դեպքում ուսուցչի եւ ծնողի հոգեբանական աջակցություն, ինչպես նաև հոգեբանական աջակցությունն այդ ժամանակ ամենակարևորն են եւ հենց իրենք այդ քայլով պետք է խթան հանդիսանան, որպեսզի երեխան իրեն վստահացնի այդ միջավայրում։ Այսինքն եկանք հանգեցինք այն որ այն գաղափարին, որ նախարարությունը այս տարին հայտարարել է անվտանգ եւ ապահով քաղաքական միջավայր, հա? Երևի թե այս վեբինարը հենց այդ շրջանակներում կարող ենք համարել ու շատ հաճելի էր, որ աշակերտն էր վարում թեման եւ ես ուզում եմ Սուսաննային հարց տալ, Սուսաննա ջան, դու ունես մասնագիտական արդեն կողմնորոշում։ Շնորհակալ եմ հարցի համար, ես ունեմ մասնագիտական կողմնորոշում, ապա ծրագրավորող եմ, ինչու ոչ նաև մաթեմատիկայի ուսուցիչ, սիրում եմ ուսուցչի մասնագիտությունը իր բոլոր ուղղություններով ու ունեմ ուսուցիչ, ով հանդիսացել է իմ համար մոտիվացիայի աղբյուր, որ ես կարողանամ նմանվել իրեն ու լինել իմ աշակերտների համար այն օրինակելի ու երազած ուսուցիչը, որը երազել եմ ես ու Բարգաստո ունեմ նման ուսուցիչ։
Շնորհակալություն։ Ես էլ ուզում եմ շնորհակալությունը հայտնել Ահա, մի րոպե Սուսաննա ջան կհասցնես հայտնել, ճիշտն ասած, այս վեբինարը իմ մեջ այն մտայնությունը արմատավորեց, միջև քո պատասխանը, որ հիմա դու ասելու ես, ես դառնալու եմ հոգեբան։ Հետաքրքիր էին քո դիտարկումները, հետաքրքիր էին այսքան հոգեբանական գիտելիքները, որ դու ունեիր, ձեռք էիր բերել, եւ ես այնքան ուրախ եմ, որ մեր իրականության մեջ կան այսպիսի աշակերտներ, ովքեր բացի այն մասնագիտությունը, որ իրենք ընտրել են եւ այն առարկաները, որոնք պետք են այդ մասնագիտությանը հասնելու, այսինքն պետք են ասվածը նկատում եմ կարեւոր են, քննական են, դու նաեւ ուսումնասիրում ես հոգեբանություն, վստահաբար կարող եմ ասել, որ դու նաեւ սովորում ես բոլոր առարկաներ, ինչպես ուզում նշեցիր, հատկապես քո կողմից ներկայացված հայոց լեզու, գրականություն, պատմություն, ազգային դիմագծի եւ ինքնության պահպանման նպատակով, ինչու՞ չէ, շատ ուրախ կլինեմ, եթե մենք ունենանք այսպիսի շատ հետաքրքրված բազմակողմանի, զարգացող եւ զարգացած սովորողներ եւ այս տեսակը կլինի եւ շատ եմ ուզում, որ լինի վարակիչ, տարածվի եւ շատերը փորձեն նմանվել այս տեսակին։ Շնորհակալ եմ Սուսաննա ջան, իսկապես երանի այն դպրոցին, որտեղ դու սովորում ես, պատկերացնում եմ, թե դպրոցում ինչ հետաքրքիր աշխատանքներ ես կազմակերպում։ Կեցես, հրաշալի էր, լավ էր։ Ես եմ շնորհակալ ձեզ Տիկին Խաչատրյան նման հնարավորության համար, իրոք գիտսանը հիանալի կազմակերպություն է ու շնորհակալ եմ, որ եւս մեկ անգամ տվեցիք հնարավորություն մարզում երեխաների ձայնը լսելու, լսեցնելու, շնորհակալ եմ բոլորին իրենց ներկայության համար, շնորհակալ եմ ուսուցիչներին իրենց հայտնած կարծիքների համար։ Ահա, տեսնենք ինչ կարծիքներ մենք ունենք, ինչ արտահայտվողներ ունենք, գուցե էլի կլինեն մասնակիցներ, ովքեր այս պահին կուզենան արտահայտվել, եթե չէ, կարծում եմ Մարկը որպես գիտսանի տերտիրական ինքը իր կարծիքը անպայման կասի, իր ամփոփումը կանի։ Ահա, չունենք կարծիքներ, ընկերներ ջան, կուզեի ոգևորենք Սուսաննային, որովհետև եզակի տեսակ է ցավոք եմ ասում, նորից ուզում եմ հուսալ, որ վարակիչ կլինի այս տեսակը, Գոհար Եփրեմյան, մի քիչ ոգևորենք, հա, մեր վեբինարավարին։ Կարող եմ ասել։ Ես շատ ուրախ եմ, վեբինարներ կան, ես այս վերջի բանի հետ, սլայդի հետ կապված, այս սմայլիկների հետ կապված, ես հիմնականում տարական դասարանի ուսուցիչ եմ, գտնում եմ, որ սա ճգնաժամային տարիքի հետ կապված է հիմնականում, երբ նրանք ճգնաժամային տարիքի մեջ են գտնվում, վախ է առաջանում, ես չեմ կարող, ես չգիտեմ, ես դասի չեմ գնում, ես չեմ կարողանում, ու երեխայի մեջ այդ վախը պետք է հաղթահարվի այնպես, որ նա հասկանա, որ նա գալիս է սովորելու, բոլորը չգիտեն։ Իրան թվում է բոլորը գիտեն բացի իրենից, բոլորը կարող են բացի իրենից, այսինքն թերարժեքության, ինքնագնահատականի ցածր լինելու այդ վախն այլ երեխայի մեջ լինում է ճգնաժամային տարիքում եւ դա պետք է արդեն ուսուցիչ ինքը տվյալ դեպքում դասվարը պետք է կարողանա ճիշտ մոտեցում ցուցաբերի, որ այդ ճգնաժամային տարիքը այդ երեխայի մոտ հարթ անցնի եւ ինքն արդեն ինքնազգացողությունը, ինքնագնահատականը ավելի բարձրանա։ Այսպես եմ կարծում, այս սմայլիկների հետ կապված էլ այս վախերը, դեմքերի զայրույթը։ Իսկ մեր Սուսաննայի մասին ինչ կասեք։ Ես կասեմ, որ մեր օրերում ուսուցչի հետ այսքան դաժան վարվելուց հետո, որ գնացել է այս քայլին, որ դառնա մանկավարժ եւ մաթեմատիկայի ուսուցիչ, ողջունում եմ։ Նույն ոգով շարունակեք, ձեր աշակերտները ձեզնից լավը հաստատ կլինեն։ Ինչպես դուք։ Շնորհակալություն ձեր լավատեսության համար եւ լսենք Վահե, հենց այսպես է գրանցված մեր մասնակիցը, լսենք ձեզ։ Բարձրախոսը միացրեք, Վահե ջան, նոր խոսեք, հա։ Լավ, միջև Վահեն կկարգավորի, լսենք, ահա, կարգավորվեց, ահա, լսենք։ Բարի երեկո,
Ճիշտ ասած Վահեի մայր ծնողն եմ ես։ Ուզում էի վեբինարը վարող։ Մենք այնքան ոգևորված լսում էինք աշակերտուհուն, ով վարում էր վեբինարը։ Մենք մեր ընտանիքի կողմից երախտիկի խոսք ենք ասում մեր ուսուցչուհուն, Տիկին Ռուզաննա Ստեփանյանին, ձեզ Տիկին Խաչատրյան եւ աշակերտուհուն, ուղղակի ներողություն, որ այս պահին անունը մոռացել եմ։ Այնքան հետաքրքիր էր, որ մենք ընտանիքով էինք լսում, շատ օգտակար, շատ խորհուրդներով լեցուն վեբինար էր։ Ուղղակի ուզում էի մեր ոգևորիչ խոսքը ասեի եւ աշակերտուհուն եւ բոլոր կազմակերպողներին եւ նախաձեռնողներին իրենս Տիկին Ստեփանյանին։ Շնորհակալ ենք շատ, որովհետև եթե արվում է աշխատանք, ապա ակնկալվում են այդ ոգևորող խոսքերն ու գնահատականները, իսկ դրանք էլ նոր մտքերի ծնունդ են տալիս, երբ որ տեսնում ես, որ աշխատանքդ արդեն գնահատված է, կարևորված եւ արժեվորված է, մտածում ես, թե հաջորդը ինչ անեմ, ես կարծում եմ մեր Գիտսանի թիմի անդամները արդեն պլանավորում են հաջորդ վեբինարը, որովհետև իսկապես շատ հաջողված էր։ Լսենք Լուսինե Մխիթարյանին, ճիշտ եմ ասում։ Այո, բարի երեկո ձեզ, լինելով հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, ուրախ եմ, որ մեր Սուսանան կարևորեց այդ առարկաները։ Ես նրան ցանկանում եմ կանաչ ճանապարհ իր ընտրած ոլորտում, իր մասնագիտության մեջ, իր մարդասեր ուսուցիչ լինելու հատկանիշը բարձրաձայնելով եւ խորհուրդ եմ տալիս, ինչքան կարող է նման ծրագրերի մասնակցել, միշտ պետք է հիշենք, որ եթե չես սխալվում, չես սովորում, մարդը սխալական է, սխալը մարդկային, կանաչ ճանապարհ քո ընտրած մասնագիտության մեջ, այդքան։ Շնորհակալություն։ Երբ ես ամենասկզբում շնորհակալություն հայտնեցի ձեզ, որ ձեր խորհրդով եմ միացել ու ձեր խորհրդով ես այսօր վարեցի սեմինարը ու դուք ամենասկզբից մինչև վերջին պահը, երբ ես արդեն ավարտում եմ իմ սեմինարը, դուք ինձ հետ եք անչափ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ եւ ուրախ եմ, որ ընտրել ես այդ ուղին, կրթվելով միայն կարող ենք մենք առաջ գնալ, կարող ենք հաղթել։ Այո, գիտելիքից հզոր զենք չկա եւ կրթությունը պետք է լինի մեր գերական նպատակը։ Մարկ ջան, քանի որ այլ ձեռքեր չունենք, երևի թե դուք թիմով ամփոփեք, չգիտեմ թիմի մյուս անդամները ասելիք ունեն թե ոչ, արդեն ես փոխանցում եմ խոսքը ձեզ, իմ սիրելի գիտսանցիներ։ Շնորհակալություն։ Սիրելի ներկաներ, շնորհակալ ենք, որ այսօր ներկա եղաք եւ ձեր ակտիվ մասնակցության եւ հետաքրքրված լսարանի շնորհիվ այսօր մենք ունեցանք հիանալի վեբինար։ Այսօրվա հանդիպումը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարեւոր է նկատել երեխայի ներաշխարհը, լսել նրա ձայնը եւ լինել նրա կողքին, որպես աջակցող, հասկացող։ Դպրոցն այն միջավայրն է, որտեղ երեխան պետք է զգա իրեն անվտանգ, ընդունված եւ արժեվորված։ Հուսով եմ, որ ներկայացված մտքերը եւ քննարկումները կօգնեն ձեր առօրյայում, ապագայում եւ որպեսզի դուք ավելի ուշադիր լինեք, զգայուն լինեք եւ հոգատար լինեք երեխաների հոգեբանական կարիքներին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնենք Սուսաննային, որը իսկապես արժեվորված վեբինար կազմակերպեց։ Եվ նաև Սուսաննան վարօրինակ այն բանի, թե ինչպես մարդիկ կարող են մեզ դիմելով այսպես վեբինարներ վարել, բացահայտվել եւ կարծես կրկին գովազդ է հանդիսանում, բայց ինչևէ դա այդպես է։ Մարկ ջան, քո էջն է, հանգիստ գովազդիր։ Դուք ինչպես Սուսաննան կարող եք դիմել մեզ մեր Facebook-յան, մեր բոլոր էջերով եւ նույնպես կատարել լավ այսպես հաջողված վեբինարներ, ինչևէ այսքանը եւ իսկապես շնորհակալություն ենք հայտնում Սուսաննային այսպիսի լավ եւ արժեվորված վեբինարի համար։
Շնորհակալություն եւ ես էլ դիմեմ մեր Գոհար Արև համակարգողները այստեղ ներսում են այս պահին։ Չեմ կարող ասել, գուցե ներսում չեմ, բայց ես կարծում եմ, որ խնդիր չենք ունենա հրապարակելու Սուսաննան դեմ չի լինի, որ մենք տեսաձայնագրությունը տեղադրենք էջում հղման տեսքով, ներբեռնենք եւ գիտսանի էջում, գիտուսի էջում, նաև մեր բոլոր էջերում տարածենք, որովհետև կարևոր էր, գեղեցիկ էր, լավն էր, իմաստալից էր եւ ցանկալի է, որ տարածվի եւ ավելի շատ աշակերտներ, ուսուցիչներ կարողանան, ինչու՞ չէ նաև ծնողներ կարողանան լսել եւ գոնե թե այդ կերպով մասնակից լինել։ Տեսնենք այստեղ ինչ ամփոփում ունի մեր Սուսաննան։ Ամենավերջում հասկացանք, որ դպրոցի հոգեբանը մանկավարժական գործունեության արդյունքում առաջ եկած հոգեբանական խնդիրների շտկողն է։ Կարծում եմ այսքանը, անչափ շնորհակալ եմ ձեր ժամանակից ինձ տրամադրելու համար, շնորհակալ եմ հիանալի կազմակերպություն հիմնադրելու համար, շնորհակալ եմ նաև Մարկին ամբողջ ընթացքում ինձ օգնելու ու շատ հարցերում աջակցելու համար։ Շատ լավ, դե ասենք ցտեսություն հետագա արդեն վեբինարների մասին, կարծում եմ հետևելով մեր էջին կտեսնեք, Գիտսանի էջին, Գիտուսի էջին, մենք անպայման անդադ տարածում ենք եւ հուսանք, որ շատ չի ուշանա։ Եվ ոչ միայն Գիտսանի թիմի անդամները կներկայացնեն, այլև կարծեմ մենք ունենք, չէ՞, Մարկ ջան, թիմից դուրս մասնակցի վեբինար առաջիկայում։ Այո, առաջիկայում նաև ունենք մեկ երեխա, որը նույնպես ներկայացնելու է թեմա եւ մեր գիտսանի թիմից չէ։ Շատ լավ։ Այսինքն մենք մեր նպատակին կարծես թե հասնում ենք, ժամանակի հետ կարծում եմ լսարանը ավելի կմեծանա, տարածվածությունը ավելի կմեծանա եւ տարբեր մարզեր մեզ կմիանան ու շատ հագեցած ու սիրուն վեբինարներ մենք կունենանք։ Շնորհակալություն բոլոր ներկաներին, լավ մնացեք, մինչ հանդիպում։ Ստեղծեն։ Շնորհակալություն, Ստեսյուն։ Տեսություն։